Կնոջը ծննդաբերության ընթացքում կորցնելուց հետո նա կանգնեց 3 երեխաների հայր լինելու առաջ, ողբերգական ախտորոշմամբ, ծանր ուղեղային կաթված։ 11 խնամողներ եկան ու գնացին առանց հաջողության, մինչ որ 12-րդը եկավ, հակառակ բոլոր հրահանգների, սկսեց հավատալ։ Եվ հենց այդ ժամանակ նա առաջին անգամ տեսավ իր երեխաներին կանգնած, մարտահրավեր նետելով անհնարինին։ Արմենը 10-րդ անգամ ձեռքն անցկացրեց մազերի միջով, իր գրասենյակի պատուհանից հետելով ներքում գտնվող Բաղրամյան պողոտայի եռուզեռին։ Երանը, ինչպես միշտ, եռում էր, բայց շենքի վերջին հարկի այդ բնակարանում լռությունը գրեթե խեղդող էր։ 2 տարի։ Արդեն 2 տարի էր, ինչ նրա կյանքը գլխիվայր շուռ էր եկել այնպես, ինչպես երբեք չէր պատկերացրել։ Ամեն ինչ սկսվեց, երբ նրա կինը Անահիտը լուրջ բարդությունների բախվեց երեակի ծննդաբերության ժամանակ։ Բժիշկներին հաջողվեց փրկել երեխաներին, բայց նա ստիպված եղավ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Ամիսներ անց, երբ նա վերջապես ուշքի եկավ, թթվածնային քաղցի պատճառով առաջացած նյարդաբանական վնասվածքները նրան թողեցին մշտական վեգետատիվ վիճակում։ Արմենը 2 կես էր եղել։ Մի կողմից խնամում էր 3 անհաս նորածիններին, մյուս կողմից ժամերով անցկացնում էր հիվանդանոցում, շնջալով մի կնոջ ականջին, ով այլս չէր ճանաչում իրեն։ Գաբրիելը, Միքայելը, Ռաֆայելը ծնվել էին ընդամենը 32 շաբաթական։ Փոքրիկ, փխրուն, պայքարում էին ինկուբատորների մեջ ամեն մի շնչի համար։ Բայց սա դեռ ամենը չէր։ Բժշկական հետազոտություններս մեկ կործանարար հարված հասցրին։ 3 տղաներն էլ ունեին ուղեղային կաթվածի ծանր ց. Ախտորոշումը նման էր ստամոքսին հասցված հարվածի։ Նյարդաբանը, փորձառու ուղղամիտ մի մարդ, առանց ավելորդ շրջանցումների բացատրեց իրավիճակը։ Շարժողական զարգացման հավանականությունը նվազագույն էր։ Հավանաբար, նրանք երբեք չէին կարողանա քայլել, գուցե նույնիսկ առանց օգնության նստել։ Արմենը հիանալի հիշում էր այդ օրը։ 3 բժշկական եզրակացությունները ձեռքին էր, երբ հեռախոսը զանգեց։ Հիվանդանոցի բուժքույրն էր, ով հայտնեց, որ Անահիտի մոտ լուրջ վարակ է զարգացել։ Նա պետք է ընտրեր մնալ որդիների հետ, թե վազել կնոջ մոտ։ Նա ընտրեց Անահիտին, երբ վերադարձավ, Գաբրիելը ցնցումների մեջ էր։ Այդ պահին նա զգաց, որ կորցնում է բոլորին միանգամից։ Առաջին ամիսները մշտական պայքար էին։ Արմենը վարձեց Երանի լավագույն մասնագետներին, գնեց ներմուծված սարքավորումներ, որոնք ավելի թանկ արժեին, քան սովորական մեքենան, սենյակներից մեկը վերածեց իսկական տնային վերակենդանացման բաժանմունքի։ Ֆիզիոթերապիա, էրգոթերապիա, լոգոպեդիա, վաղ զարգացման խթանում։ Շաբաթվա ընթացքում տանը շրջում է 9 ավելի քան 15 տարբեր մասնագետներ։ Եվ նույնիսկ այդ դեպքում տղաները կարծես թակարդում էին իրենց իսկ մարմիններում։ Առաջին խնամակալի անունը Տիկին Սիրանուշ էր։ Փորձառու մի կին, ում խորհուրդ էր տվել քաղաքի լավագույն գործակալությունը։ Նա դիմացավ 3 շաբաթ։ Արմենը տեսահսկման համակարգով նկատեց, որ նա քնած է, մինչ Ռաֆայելը լացում էր ավելի քան 1 ժամ։ Երկրորդ խնամակալը Նարեն էր, երիտասարդ, նորավարտ բուժքույր։ Խնդիրն այն էր, որ նա բամբասկոտ էր շուտով տղաների կյանքի մանրամասները պատմում էր շենքի հարաններին։ Երրորդը, Սոնան, կատարյալ էր թվում։ Մինչ այն օրը, երբ Արմենը հայտնաբերեց, որ նա երեխաների լուսանկարները վաճառում է մի հայտնի կայքի, շահագործելով մարդկանց հիվանդագին հետաքրքրությունը ընտանիքի նկատմամբ։ Մեկը մյուսի հետից 11 խնամակալ անցան այդ տնով։ Ոմանք անփույթ էին, մյուսները անազնիվ, իսկ ոմանք պարզապես չունեին հատուկ կարիքներով երեխաների հետ վարվելու համար անհրաժեշտ զգայունությունը։ Արմենը կորցնում էր հավատը մարդկության նկատմամբ, յուրաքանչյուր ազատման հետ մեկտեղ։ Նա տեղադրե ավելի շատ տեսախցիկներ, ստեղծեց ավելի խիստ կանոններ, կնքեց ավելի մանրամասն պայմանագրեր։ Բայց ոչինչ չէր օգնում։ Անահիտին տեսակցելու տղաների հետ հյուծիչ առօրյայի միջ Արմենը մեկուսացավ աշխարհից։ Նրա ընկերները դադարեցին զանգել, երբ նա ամիսներ շարունակ մերժեց բոլոր հրավերները։ Նրա եղբայր Դավիթը փորձում էր օգնել, բայց Արմենը չէր կարողանում թույլ տալ, որ որևէ մեկը տեսնի իր որդիներին այդ վիճակում։ Նա զգում էր չափազանցված պաշտպանության ամոթի տարօրինակ խառնուրդ։ Ամոթ, որ չի կարողանում լինել այն հայրը, որի կարիքը նրանք ունեին։ Ամոթ, որ չգիտի, ինչպես օգնել նրանց։ Ամոթ, որ երբեմն նայում է նրանց ավելի շատ հուսահատություն է զգում, քան սեր։ Բնակարանը, որը նախկինում լի էր ծրագրերով ու երազանքներով, դարձել էր հսկվող ամրոց։
Տեսախցիկներ բոլոր սենյակներում, պատերին փակցված բժշկական արձանագրություններ, ռազմական կարգապահություն, որը տեղ չէր թողնում ինքնաբուխության կամ ջերմության համար։ Արմենը վերահսկում էր ամեն ինչ իր գրասենյակում տեղադրված տեսահսկման համակարգով։ Տեսնում էր ամեն շարժում, ամեն գործողություն, իր որդիների օրվա ամեն պահը։ Բայց տարօրինակ կերպով զգում էր, որ գնալով ավելի է հեռանում նրանցից։ Գաբրիելը երեքից ամենաանհանգիստն էր, միշտ փորձում էր շարժվել նույնիսկ իր մարմնի սահմանափակումների մեջ։ Նրա շագանակագույն աչքերը փայլում էին մի անհանգստությամբ, որը Արմենը չգիտեր ինչպես մեկնաբանել։ Միքայելն ամենահանգիստն էր, գրեթե մեդիտատիվ, կարծես միշտ դիտում էր շուրջ բոլորը մի համբերությամբ, որը տպավորիչ էր 2 տարեկան երեխայի համար։ Ռաֆայելն ուներ մի քաղցր ժպիտ, որը հայտնվում էր անսպասելի պահերին, հատկապես, երբ երաժշտություն էր լսում։ Բայց Արմենը դադարել էր փնտրել այդ մանրամասները։ Նա այնքան էր կենտրոնացած բժշկական զեկույցների, կլինիկական զարգացումների խնամքի արձանագրությունների վրա, որ մոռացել էր պարզապես դիտել իր որդիներին որպես երեխաներ։ Նրա համար Գաբրիելը, Միքայելը, Ռաֆայելը ավելի շատ դարձել էին բժշկական դեպքեր, քան տղաներ։ Ավելի շատ լուծման ենթակա խնդիրներ, քան սիրելու ենթակա մարդիկ։ 12-րդ խնամակալը հայտնվեց մարտի մի անձրոտ առավոտ։ Արմենը գրասենյակում վերա։ Նայում էր բժշկական հաշիվները, երբ դռան զանգը հնչեց։ Դռնախոսով մի հանգիստ ձայն ներկայացավ։ Մարինե Սարգսյան, 28 տարեկան, ավարտել է ֆիզիոթերապիայի բաժինը, մանկական զարգացման մասնագիտացմամբ։ Գործակալությունը նախորդ շաբաթ ուղարկել էր նրա ինքնակենսագրականը, բայց Արմենը գրեթե չէր էլ կարդացել։ Նա հոգնել էր կատարյալ ինքնակենսագրականներից, որոնք գործնականում ոչինչ չէին նշանակում։ Երբ նա իջավ շենքի նախասրահում նրան դիմավորելու, զարմացավ։ Մարինեն տարբերվում էր մյուսներից։ Նա չուներ այն չափազանց շպարը կամ աչքի ընկնող հագուստը, որը կրում էին որոշ թեկնածուներ, կարծես բանկում աշխատանքի հարցազրույցի էին գնում։ Նա հագնված էր պարզ, բայց էլեգանտ, ձեռքին օգտագործումից արդեն մաշված կաշվե թղթապանակ, ուներ ուղիղ հայացք, որը չէր խուսափում, երբ նա դժվար հարցեր էր տալիս։ Հարցազրույցի ընթացքում Արմենն անցավ գործին։ Բացատրեց տան կանոնները, բժշկական արձանագրությունները, խիստ ժամանակացույցը, երեխաների հետ կատարված յուրաքանչյուր գործունեության մասին մանրամասն հաշվետվությունների անհրաժեշտությունը։ Մարինեն լուռ լսում էր, նշումներ անելով փոքրիկ տետրում։ Երբ նա ավարտեց, Մարինեն տվեց ընդամենը մեկ հարց, որը նրան անակնկալի բերեց։ Կարող եմ տղաներին տեսնել։ Արմենը վարանեց։ Սովորաբար նա երեխաների սենյակը ցույց էր տալիս վերջում, կարծես դա ձականություն լիներ։ Բայց ինչ-որ բան Մարինեի հարցի մեջ ստիպեց նրան փոխել միտքը։ Նրա հետ բարձրացավ 5-րդ հարկ բացեց հարմարեցված սենյակի դուռը։ Գաբրիելը, Միքայելը, Ռաֆայելը նստած էին իրենց հատուկ աթոռակներին, այնպես որ լավ տեսնեին շենքի ներքին փոքրիկ այգին։ Ժամանակավոր խնամակալը, որը փոխարինում էր այդ օրը, նստած էր բազմոցին, զբաղված հեռախոսով։ Երբ տեսավ Արմենին, արագ ոտքի կանգնեց շտապ գլխով անելով, դուրս եկավ սենյակից։ Մարինեն դանդաղ մտավ ներս, կարծես սրբավայր լիներ։ Նա միանգամից չմոտեցավ երեխաներին, ինչպես անում էին թեկնածուների մեծ մասը։ Մի քանի վայրկյան կանգնեց մուտքի մոտ, դիտելով միջավայրը, կահույքի դասավորությունը, լուսավորությունը։ Հետո մոտեցավ Գաբրիելին, որն ամենամոտն էր դռանը։ Բար, Գաբրիել, ասաց նա, կրանալով մինչ տղայի աչքերի մակարդակը։ Ես Մարինեն եմ։ Եկել եմ ծանոթանալու քեզ քո եղբայրների հետ։ Արմենն առաջին անգամ տեսարանը դիտում էր, ամեն ինչ չըստ է։ Լով բժշկական արձանագրությունների միջով։ Գաբրիելը նայեց Մարինեին մի լարվածությամբ, որը նա ամիսներ շարունակ չէր տեսել։ Դա պարզապես այն անորոշ հայացքը չէր, որը բժիշկները նկարագրում էին որպես գիտակցված պատասխանի բացակայություն։ Դա հետաքրքրություն էր։ Դա ուշադրություն էր։ Դա, անկասկած, պատասխան էր։ Մարինեն մի քանի րոպե անցկացրեց տղաներից յուրաքանչյուրի հետ, ցածրաձայն խոսելով, դիտելով նրանց արձագանքները, նրբորեն դիպչելով նրանց ձեռքերին։ Նա ոչ մի տեխնիկական գնահատական չտվեց, չմեկնաբանեց սարքավորումները կամ սահմանափակումները։ Պարզապես ներկայացավ նրանց այնպես, կարծես նրանք 3 սովորական երեխաներ լինեին, որոնց նա առաջին անգամ էր հանդիպում։ Երբ դուրս եկան սենյակից, Արմենը պատրաստ էր մեկ խոսակցության աշխատավարձի, ժամերի արտոնությունների մասին։
Բայց Մարինեն տվեց մեկ այլ անսպասելի հարց. Որքան ժամանակ է, ինչ նրանց հետ չեք խաղացել։ Հարցը նրան լիովին անակնկալի բերեց։ Խաղալ։ Ինչպես թե խաղալ։ Նրանք ունեին ուղեղային կաթվածի ծանր մշտական բժշկական խնամքի, ամենօրյա ֆիզիոթերապիայի, վերահսկվող դեղամիջոցների կարիք։ Որտեղ էր խաղալը տեղավորվում այս հավասարման մեջ։ Նրանք չեն կարողանում խաղալ, պատասխանեց Արմենը, զգալով արդարանալու տարօրինակ կարիք։ Բժիշկները բացատրել են, որ նյարդաբանական սահմանափակումները։ Բոլորն էլ կարող են խաղալ, նրբորեն ընդհատեց Մարինեն։ Պարզապես պետք է հասկանալ, թե ինչպես։ Արմենը նայեց նրան, կարծես նա օտար լեզվով խոսեր։ 2 տարվա ընթացքում բոլոր մասնագետները, որոնք անցել էին այնտեղով, խոսել էին խթանման, վարժությունների, շարժողական զարգացման, դեղորայքի մասին։ Ոչ ոք երբեք չէր նշել զվարճանքի, խաղի կամ պարզապես երեխաների հետ առանց թերապևտիկ նպատակների պահ վայելելու մասին։ Կարող եմ վաղվանից սկսել, ասաց Մարինեն, կարծես աշխատանքն արդեն իրենը լիներ։ Բայց կցանկանայի առօրյայում որոշ փոփոխություններ առաջարկել։ Արմենը զգաց, որ իր պաշտպանական ռեժիմն ինքնաբերաբար ակտիվացավ։ Փոփոխությունները նշանակում էին ռիսկ։ Ռիսկը նշանակում էր հիասթափություն։ Եվ նա արդեն չափազանց շատ հիասթափություններ էր կրել մի ամբողջ կյանքի համար։ Ինչ տեսակի փոփոխություններ, հարցրեց նա, խաչելով ձեռքերը։ Ոչ մի կտրուկ բան, պատասխանեց Մարինեն։ Գուցե մի փոքր ավելի շատ երաժշտություն վարժությունների ընթացքում։ Մի քանի տարբեր զգայական վարժություններ։ Եվ ամենակարևորը, ավելի շատ ժամանակ։ Պարզապես նրանց հետ լինելու համար։ Առանց ճնշման, առանց նպատակների։ Պարզապես լինել։ Արմենն օրվա մնացած մասն անցկացրեց, մտածելով այդ խոսակցության մասին։ Մարինեն իր մեջ արթնացրել էր մի բան, որը վաղուց քնած էր։ Մի մաս, որը հիշեցնում էր, որ Գաբրիելը, Միքայելը, Ռաֆայելը պարզապես վերականգնվող հիվանդներ չէին։ Նրանք իր որդիներն էին։ Իսկ որդիներին բժշկական խնամքից ավելին էր պետք։ Նրանց պետք էր սեր, ուշադրություն, ներկայություն։ Այդ գիշեր, ինչպես միշտ, Արմենը քնելուց առաջ ստուգեց անվտանգության տեսախցիկները։ Դա սովորություն էր դարձել, որպեսզի համոզվեր, որ գիշերվա ընթացքում տղաների հետ ամեն ինչ կարգին է։ Բայց այս անգամ, պարզապես ստուգելու փոխարեն, թե արդյոք նրանք անվտանգ են, նա ավելի երկար դիտեց։ Գաբրիելը քնի մեջ ավելի շատ էր շարժվում, քան բժիշկներն ասել էին, թե հնարավոր է։ Միքայելը կարծես երազ էր տեսնում, դեմքին փոքրիկ արտահայտություններ էին փոխվում։ Ռաֆայելը շնչում էր հանգիստ, գրեթե ներդաշնակ։ Երկար ժամանակ անց առաջին անգամ Արմենը սահմանափակումներ չտեսավ։ Նա տեսավ քնած երեխաների։ Եթե այս պատմություն ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասացեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որը դուք լսել եք ձեր կյանքում։ Մարինեն հաջորդ օրը ժամը 7-ին ճիշտ տեղում էր, իր հետ բերելով գունավոր կտորից մի ուսապարկ, որը լիովին հակասում էր միջավայրի զսպվածությանը։ Արմենը նրան դիմավորեց բնակարանի դռան մոտ, փաստաթղթերով լի թղթապանակը ձեռքին։ Մանրամասն ժամանակացույցեր, բժշկական արձանագրություններ, շտապ օգնության համարներ, հաշվետվություններ, որոնք պետք է լրացվեին յուրաքանչյուր 2 ժամը մեկ։ Մարինեն վերցրեց թղթապանակը, արագ թերթեց դրեց մուտքի պահարանի վրա։ Կարող եմ սա հետո նայել, հարցրեց նա մի ժպիտով, որը Արմենը չգիտեր մեկնաբանել որպես անհարգալից վերաբերմունք, թե պարզապես բնականություն։ Նախ կցանկանայի ողջունել տղաներին։ Արմենը վարանեց։ Մյուս բոլոր խնամակալներն առաջին օրը սկսում էին, մանրակրկիտ ուսումնասիրելով յուրաքանչյուր արձանագրություն, հարցեր տալով դեղերի մասին, ստուգելով սարքավորումները։ Մարինեն կարծես ավելի շատ հետաքրքրված էր։ Դե, հենց երեխաներով։ Դա տարօրինակ էր, բայց մինույն ժամանակ ինչ-որ իմաստ ուներ, որը նա չէր կարողանում բացատրել։ Երբ մտան հարմարեցված սենյակ, Գաբրիելը, Միքայելը, Ռաֆայելը, ինչպես միշտ, նստած էին իրենց աթոռակներին, յուրաքանչյուրը մի այլ ուղղությամբ շրջված, որպեսզի չզարգացնեն կեցվածքային նախապատվություններ, որոնք կարող էին խորացնել շարժողական սահմանափակումները։ Մարինեն կանգնեց մուտքի մոտ, թեթակի կիտեց հոնքերը։ Նրանք միշտ այսպես են մնում։ Յուրաքանչյուրը մի կողմ նայելով, հարցրեց նա։ Դա ֆիզիոթերապևտի խորհուրդն է, բացատրեց Արմենը մի փոքր պաշտպանողական տոնով։
որպեսզի խթանվեն պարանոցի տարբեր մկանային խմբերը խուսափեն կծկումներից։ Մարինեն գլխով արեց, բայց Արմենը նկատեց, որ նա համոզված չէր։ Առանց որևէ բան ասելու, նա մոտեցավ աթոռակներին, սկսեց դանդաղ պտտել դրանք, մինչ երեք տղաներն էլ կանգնեցին կիսաշրջանով, այնպես որ կարողանային տեսնել միմյանց։ «Ինչ եք անում», հարցրեց Արմենը, զգալով վերահսկողությունը կորցնելու այդ ծանոթ զգացումը։ «Նրանք եղբայրներ են», պարզ պատասխանեց Մարինեն։ Եղբայրները պետք է իրար տեսնեն։ Դա այնքան ակնհայտ տրամաբանություն էր, որ Արմենն իրեն հիմար զգաց, դրա մասին նախկինում չմտածելու համար։ 2 տարի շարունակ նա այնքան կենտրոնացած էր յուրաքանչյուր երեխայի անհատական բժշկական կարիքների վրա, որ լիովին մոռացել էր նրանց միմյանց նկատմամբ ունեցած զգացմունքային կարիքների մասին։ Գաբրիելն անմիջապես հայացքն ուղղեց դեպի Միքայելը, ով իր հերթին ավելի զգոն թվաց եղբայրների ներկայությունից իր տեսադաշտում։ Ռաֆայելը մի փոքր ձայն հանեց, ինչ-որ բան հոգոցի մրմունջի մեջ, որը Արմենը շաբաթներով չէր լսել։ «Բարի լույս, իմ սիրելիներ», ասաց Մարինեն, ծնկի իջնելով կիսաշրջանի մեջտեղում։ «Ես Մարինեն եմ, այսօրվանից մենք շատ ժամանակ ենք անցկացնելու միասին։ Ինչ կասեք, եթե ավելի լավ ճանաչենք միմյանց»։ Արմենը դռան մոտից հետում էր, պատրաստ միջամտելու, եթե անհրաժեշտ լիներ։ Մարինեն գունավոր ուսապարկից հանեց մի քանի իրեր, որոնք նա անմիջապես չկարողացավ ճանաչել։ Տարբեր կառուցվածքով կտորներ, մի փոքրիկ երաժշտական գործիք, որը նման էր կալիմբայի, մի քանի վառ գույների փափուկ գնդակներ։ Այս ամենը չկար բժիշկների կողմից հաստատված թերապևտիկ նյութերի ցանկում։ «Գաբրիել», ասաց Մարինեն, մոտենալով տղային, ով միշտ ավելի շատ անհանգստություն էր ցուցաբերում։ «Ես կդիպչեմ քո ձեռքին, լավ։ Եթե դուրս չգա, ինձ կասես»։ Արմենը քիչ մնաց ծիծաղեր իրավիճակից։ Ինչպես կարող էր Գաբրիելը որևէ բան ասել։ Նյարդաբանական սահմանափակումները ծանր էին, շարժողական ռեակցիաները գրեթե բացակայում էին։ Բայց Մարինեն խոսում էր նրա հետ այնպես, կարծես զրուցում էր ցանկացած 2 տարեկան երեխայի հետ։ Նա նրբորեն դիպավ Գաբրիելի ձեռքին թավշյա կտորով։ Տղան առաջին վայրկյաններին տեսանելի ռեակցիա չտվեց։ Մարինեն համբերատար սպասեց, կտորը պահելով նրա մաշկի հետ շփման մեջ, ցածրաձայն խոսելով կառուցվածքի մասին, թե որքան փափուկ է այն, որքան հաճելի է դիպչելը։ Հանկարծ Գաբրիելի մատները թեթակի կծկվեցին։ Դա գրեթե աննկատ շարժում էր, բայց Մարինեն անմիջապես նկատեց։ «Քեզ դուր եկավ», բացականչեց նա մի անկեղծ ուրախությամբ, որը ստիպեց Արմենի սրտին արագ բաբախել։ «Ուզում ես նորից զգալ»։ Նա կրկնեց շարժումը, այս անգամ Գաբրիելի ռեակցիան ավելի հստակ էր։ Նրա մատները փակվեցին կտորի շուրջ, այն պահելով մի քանի վայրկյան, նախքան բաց թողնելը։ Արմենը զգաց, որ ոտքերը դողում են։ 2 տարվա ինտենսիվ ֆիզիոթերապիայի ընթացքում Գաբրիելը երբեք այդքան հստակ կամավոր շարժողական ռեակցիա չէր ցուցաբերել։ Մարինեն անցավ Միքայելին, ով հետում էր ամեն ինչին այն խորհրդածող արտահայտությամբ, որը բնորոշ էր նրան։ Նրա հետ նա փորձեց կալիմբայի նուրբ ձայները, փոքրիկ մեղեդիներ, որոնք նրբորեն արձագանքում էին սենյակում։ Միքայելը թեթակի շրջեց գլուխը ձայնի ուղղությամբ։ Դա նուրբ, բայց անկասկած նպատակային շարժում էր։ Ռաֆայելի հետ Մարինեն ցածրաձայն մի երգ երգեց, որը Արմենը չճանաչեց, ինչ-որ բան, որը նման էր ժամանակակից օրորոցայինի։ Ռաֆայելը ոչ միայն աչքերը հառեց նրա վրա ամբողջ երգի ընթացքում, այլ վերջում արտահայտեց մի բան, որը շատ նման էր ժպիտի։ «Նրանք հիանալի են», ասաց Մարինեն, ոտքի կանգնելով դիմելով Արմենին։ Լիովին արձագանքով։ «Ղեն, պարզապես ճիշտ ծով խթանների կարիք ունեն»։ Արմենը չգիտեր, ինչ պատասխանել։ 45 րոպեում Մարինեն հասել էր ռեակցիաների, որոնք նա ամիսներով չէր տեսել։ Բայց միևնույն ժամանակ, նրա մի մասը դիմադրում էր այդ լավատեսությանը։ Քանի անգամ էր նա արդեն խաբվել փոքր առաջընթացներով, որոնք հետագայում պարզապես զուգադիպություններ էին պարզվել։ Քանի անգամ էր հույսեր փայփայել, որոնք ջախջախվել էին հաջորդ բժշկական հետազոտություններով։ Դրանք պարզապես ակամա ռեֆլեքսներ են, ասաց նա, ավելի շատ ինքն իրեն համոզելու, քան Մարինեին անվստահություն հայտնելու համար։ Բժիշկները բացատրել են, որ դա կարող է պատահել, բայց դա չի նշանակում գիտակցված վերականգնում։ Մարինեն նայեց նրան մի հայացքով, որը ոչ առճակատող էր, ոչ էլ հնազանդ։ Դա մի մարդու արտահայտություն էր, ով գիտեր մի բան, որը նա դեռ պատրաստ չէր ընդունել։
Ներողություն, բայց կարող եմ հարցնել, թե վերջին անգամ երբեք նրանց հետ հատակին նստել, հարցրեց նա։ Հարցը Արմենին քարի պես հարվածեց։ Նա փորձեց հիշել, թե վերջին անգամ երբ է ֆիզիկապես շփվել որդիների հետ, անհրաժեշտ բժշկական գործողություններից դուրս։ Վերջին անգամ, երբ նրանց գրկել է ոչ թե մի տեղից մյուսը տանելու համար։ Վերջին անգամ, երբ պարզապես այնտեղ է եղել, ներկա, առանց ախտանիշներ կամ դեղորայք ստուգելու։ Չկարողացավ հիշել։ Ես ամեն օր խնամում եմ նրանց, պատասխանեց նա, իմանալով, որ չափազանց պաշտպանողական է հնչում։ Վերահսկում եմ բոլոր բուժումները, բոլոր թերապիաները։ Վերահսկելը նույնը չէ, ինչ ներկա լինելը, նրբորեն ասաց Մարինեն։ Եվ նրանք զգում են տարբերությունը։ Առավոտվա մնացած մասն անցավ որպես սյուրռեալիստական ֆիլմ Արմենի համար։ Նա տեղավորվեց իր գրասենյակում, մտադրվելով սովորականի պես աշխատել, մինչ տեսախցիկներով հետում էր Մարինեի առաջին գործողություններին։ Բայց չկարողացավ աչքերը կտրել էկրաններից։ Մարինեն խիստ բժշկական առօրյան վերածել էր մի բանի, որն ավելի շատ խաղի էր նման, քան բուժման։ Ֆիզիոթերապիայի վարժությունների ընթացքում նա երգեր էր երգում, որոնք համապատասխանում էին շարժումներին։ Երբ խթանում էր տղաների ձեռքերի մկանները, օգտագործում էր տարբեր կառուցվածքով իրեր, միշտ բացատրելով նրանց, թե ինչ է կատարվում, միշտ թույլտվություն խնդրելով յուրաքանչյուր հպումից առաջ։ Միքայել, հիմա վեր կբարձրացնեմ թթ, ասում էր նա։ Սա քո մկաններն ամրացնելու համար է։ Եթե ցավի կամ անհանգստացնի, ինձ կասես, լավ։ Եվ ամենատպավորիչը։ Միքայելը կարծես թե իսկապես ասում էր։ Ոչ թե բառերով, իհարկե, այլ շնչառության փոքր փոփոխություններով, մկանային լարվածության փոփոխություններով, դիմախաղի տատանումներով, որոնք Մարինեն մեկնաբանում էր որպես անկեղծ հաղորդակցություն։ Առավոտյան ժամը 10-ի մոտ Արմենը հասկացավ, որ 2 ժամ անընդմեջ դիտում է տեսախցիկները, բացարձակապես ոչ մի աշխատանք չանելով։ Ավելի անհանգստացնողը, նրան դուր էր գալիս այն, ինչ տեսնում էր։ Մարինեն միջավայրում միացրել էր նուրբ գործիքային երաժշտություն, կարծես թերապևտիկ մերսման սեանս էր անցկացնում Գաբրիելի հետ։ Բայց մեխանիկական արձանագրությանը հետելու փոխարեն, որն օգտագործում էին մյուս խնամակալները, նա խոսում էր նրա հետ ամբողջ գործընթացի ընթացքում, պատմելով իր մանկության երեխաների հետ աշխատելու համար սովորելու ժամանակի, թե որքան ուրախ է նրան եղբայրներին հանդիպելու համար։ Գաբրիելը տեսանելիորեն ավելի հանգիստ էր։ Նրա շնչառությունը դարձել էր ավելի խորը կանոնավոր, մկանները, որոնք սովորաբար լարված էին ուղեղային կաթվածի պատճառով, ավելի թուլացած էին թվում։ Մի բա։ Մարինեն դադար տվեց մերսմանը, պարզապես ձեռքը դրեց Գաբրիելի կրծքին, կարծես զգում էր նրա սրտի բաբախյունը։ Քո սիրտը ուժեղ է, Գաբրիել, ասաց նա։ Ճիշտ քո հայրիկի պես։ Գրած կգամ, որ դու էլ նրա պես խիզախ կլինես, երբ մեծանաս։ Արմենը տարօրինակ հուզմունք զգաց, լսելով դա։ Որքան ժամանակ էր, ինչ չէր մտածել որդիների մասին որպես երեխաներ, որոնք կմեծանան, կունենան անհատականություն, կզարգացնեն սեփական բնավորության գծեր։ Վերջին 2 տարիների ընթացքում նա դադարել էր նրանց տեսնել որպես ձավորվող անհատներ, սկսել էր ընկալել նրանց միայն որպես բուժվող հիվանդներ։ Ճաշի ժամին Մարինեն արեց մի բան, որը նախորդ ոչ մի խնամակալ չէր փորձել։ Նա նստեց հատակին 3 աթոռակների մեջ իր սենդվիչն այնտեղ կերավ, խոսելով տղաների հետ, կարծես նրանք իր դպրոցական ընկերները լինեին։ Այսօր պանրով սենդվիչ եմ բերել, ասաց նա, ցույց տալով ուտելիքը։ Մայրս միշտ ասում էր, որ պանիրը օգնում է աճել։ Դուք սիրում եք պանիր։ Երբ մեծանաք, մի կտոր կբերեմ, որ փորձեք։ Արմենն էկրանից հետում էր, թե ինչպես Ռաֆայելն արձագանքեց պանիր բառին։ Նրա աչքերը կենտրոնացան Մարինեի սենդվիչի վրա, նա բերանով շարժում արեց, կարծես փորձում էր ծամել։ Դա մի ռեակցիա էր, որը բժիշկները կասեին, թե անհնար է, հաշվի առնելով նյարդաբանական խանգարման աստիճանը։ Բայց դա տեղի էր ունենում հենց այնտեղ, իրական ժամանակում, ֆիքսվում էր նրա տեղադրած բարձր որակի տեսախցիկներով։ Ժամը 2-ին Մարինեն զանգեց Արմենի գրասենյակի դռնախոսով։ Նա բացեց դուռը, սպասելով որը խնդրի, որը միջադեպի, որը կպահանջեր իր միջամտությունը։ Փոխարենը, նա ժպտում էր։ Կարող եմ մի րոպե խոսել ձեզ հետ, հարցրեց նա։ Արմենը նրան հրավիրեց ներս, բայց Մարինեն գլուխը թափահարեց։ Եթե դեմ չեք, կնախընտրեի ներք։ Ում առաջին հարկի մանկական խաղահրապարակում։ Արմենը չհասկացավ, թե ինչու է անհրաժեշտ բնակարանից դուրս գալ, բայց համաձայնեց։
Նրանք լուռ իջան միասին։ Շենքի խաղահրապարակը փոքր էր, բայց խնամված մի քանի գունավոր խաղալիքներով ծաղկաթմբերի մեջ սփռված նստարաններով։ Մարինեն նստեց մանկական ճոճանակներից մեկին, ինչը հետաքրքիր տեսարան ստեղծեց, հաշվի առնելով, որ նա պատասխանատու մեծահասակ էր։ Ուզում էի խոսել մի բանի մասին, որն այսօր նկատեցի, սկսեց նա։ Տղաներն ավելի շատ կարողություններ ունեն, քան բժշկական զեկույցներն են ցույց տալիս։ Արմենը զգաց, որ իր պաշտպանական ռեժիմը նորից ակտիվացավ։ Մարինե, գիտեմ, որ դուք լավ մտադրություններ ունեք, բայց հետազոտությունները շատ հստակ են նյարդաբանական սահմանափակումների մասին։ Մենք չենք կարող անիրատեսական սպասումներ ստեղծել։ Ես անիրատեսական սպասումների մասին չեմ խոսում, նրբորեն ընդհատեց նա։ Ես խոսում եմ իրականությունների մասին, որոնք անտեսվում են։ Գաբրիելը կարողանում է վերահսկել իր ձեռքերի շարժումները, երբ հանգիստ է։ Միքայելը լսողական տեղեկատվությունը մշակում է շատ ավելի բարդ ձով, քան սպասվում էր։ Ռաֆայելն ունի բանավոր կոորդինացիա, որը հուշում է ապագայում բանավոր հաղորդակցության հնարավորության մասին։ Արմենը նայեց նրան, կարծես նա այլմոլորակայինների մասին խոսեր։ Նյարդաբանները, որոնք հետում են նրանց, երկրի լավագույններից են, ասաց նա։ Եթե լինեին զարգացման հնարավորություններ, որոնք դուք առաջարկում եք։ Նյարդաբանները տեսնում են հետազոտությունների արդյունքները, ասաց Մարինեն։ Իսկ ես, երեխաների։ Դրանք տարբեր բաներ են։ Նա վեր կացավ ճոճանակից կանգնեց նրա դիմաց։ Կարող եմ մի առաջարկ անել։ Արմենը կասկածամտորեն սպասեց։ Ինձ տվեք 2 շաբաթ, իմ ծով աշխատելու համար։ Առանց խիստ արձանագրությունների, առանց վայրկյանաչափերի, առանց յուրաքանչյուր 2 ժամը մեկ հաշվետվությունների։ Պարզապես ես, նրանք շատ ժամանակ, պարզելու համար, թե ինչի են նրանք ընդունակ։ Եթե տեսանելի առաջընթաց չլինի, կվերադառնամ ձեր սահմանած արձանագրություններին ճշգրտորեն հետելուն։ Դա մինույն ժամանակ գայթակղիչ սարսափելի առաջարկ էր։ Արմենը 2 տարի կառուցել էր անվտանգության մի համակարգ, որը հիմնված էր լիակատար վերահսկողության վրա։ Դրանից հրաժարվելը, նույնիսկ ժամանակավորապես, վտանգավոր էր թվում։ Բայց մինույն ժամանակ, այն ռեակցիաները, որոնք նա տեսել էր այդ առավոտ, ավելի քան ոգորիչ էին, քան այն ամենը, ինչ տեղի էր ունեցել վերջին ամիսներին։ Իսկ եթե ինչ-որ բան սխալ գնա, հարցրեց նա։ Իսկ եթե նրանք վնասվե։ Իսկ եթե ճգնաժամ ունենան։ Մարինեն ժպտաց մի ձով, որը միաժամանակ մայրական էր, պրոֆեսիոնալ։ Արմեն, կարող եմ ձեզ անձնական հարց տալ։ Նա գլխով արեց, թե լիովին հարմարավետ չէր զգում այդ մտքից։ Դուք վախենում եք, որ նրանք կլավանան։ Հարցը նրան լիովին անակնկալի բերեց։ Վախենալ, որ կլավանան։ Ինչպես կարող էր վախենալ մի բանից, որն աշխարհում ամեն ինչից շատ էր ցանկանում։ Իհարկե ոչ, ինքնաբերաբար պատասխանեց նա։ Համոզված եք, պնդեց Մարինեն։ Որովհետև երբեմն, երբ մենք սովորում ենք դժվար իրավիճակին, նույնիսկ եթե այն ցավոտ է, փոփոխությունները կարող են ավելի սարսափելի թվալ, քան հենց դժվարությունը։ Արմենը մի քանի րոպե լուռ մնաց, մարսելով այդ խոսքերը։ Հնարավոր էր, որ նա անգիտակցաբար խոչընդոտում էր իր որդիների վերականգնման հնարավորություններին, վախենալով նորից հիասթափվելուց։ Հնարավոր էր, որ այդ ամբողջ վերահսկողության համակարգն ավելի շատ իր սեփական զգացմունքները պաշտպանելու մասին էր, քան երեխաներին։ 2 շաբաթ, վերջապես հարցրեց նա։ 2 շաբաթ, հաստատեց Մարինեն։ Եվ դուք կփաստաթղթավորեք ամեն ինչ, որպեսզի ես կարողանամ հետել։ Մարինեն մի պահ վարանեց։ Ես կփաստաթղթավորեմ առաջընթացները, բայց կցանկանայի փոխարենը մի բան խնդրել։ Ինչ։ Որ դուք օրական առնվազն 1 ժամ անցկացնեք նրանց հետ հատակին նստած։ Առանց օրակարգի, առանց թերապևտիկ նպատակների։ Պարզապես լինելով հայր։ Արմենը նայեց գետնին, կոկորդում մի հանգույց զգալով, որը չէր կարողանում բացատրել։ Ես այլս չգիտեմ, ինչպես դա անել, խոստովանեց նա ցածրաձայն։ Նրանք ձեզ կսովորեցնեն, ասաց Մարինեն։ Երեխաները միշտ սովորեցնում են ծնողներին լինել ծնողներ։ Երբ վերադարձան բնակարան, Արմենն ուղիղ գնաց երեխաների սենյակ։ Մարինեն տղաներին թողել էր կիսաշրջանով դասավորված, նրանք սովորականից ավելի զգոն էին թվում։ Գաբրիելը թեթակի շարժում էր մատները, կարծես դեռ հիշում էր առավոտյան շոշափած կտորի կառուցվածքը։
Միքայելը գլուխը շրջած պահում էր այն ուղղությամբ, որտեղից Մարինեն նվագել էր կալիմբան, կարծես ավելի շատ երաժշտություն լսելու սպասումով։ Ռաֆայելի շուրթերին այն ժպիտի հետքն էր, որը Արմենը գրեթե համ ոզված էր, որ պատկերացրել էր։ Նա մի աթոռ քաշեց նստեց որդիների դիմաց, պահպանելով որոշակի անվտանգ հեռավորություն։ Մարինեն մի քանի վայրկյան դռան մոտից հետեց, հետո աննկատ հեռացավ։ Բարդ տղաներ, ասաց Արմենը, իրեն լիովին անհարմար զգալով։ Ես եմ հայրիկը։ Գաբրիելը դեմքը շրջեց նրա ձայնի ուղղությամբ։ Միքայելն արեց նույնը։ Ռաֆայելը գլուխը չշրջեց, բայց նրա աչքերը հառվեցին հոր վրա մի լարվածությամբ, որը Արմենը չէր հիշում, թե երբ է տեսել էր։ Նա այնտեղ մնաց մի քանի րոպե, չիմանալով, թե կոնկրետ ինչ ասել կամ անել։ Հետո գրեթե աննկատ սկսեց խոսել օրվա աշխատանքի փոքր բաների մասին, որոնք սովորաբար ոչ ոքի հետ չէր կիսվի։ Եվ նկատեց, որ երեքն էլ լսում են նրան մի ուշադրությամբ, որն անկասկած իրական էր։ 2 տարվա մեջ առաջին անգամ Արմենը մի ամբողջ ժամ անցկացրեց որդիների հետ, չմտածելով բժշկության արձանագրությունների կամ սահմանափակումների մասին։ Նա մտածում էր միայն այն մասին, թե որքան էր կարոտել նրանց։ Ազատ 2 շաբաթների առաջին շաբաթն անցավ հայտնագործությունների մի հորցանուտի պես, որոնք Արմենին լիովին շփոթության մեջ գցեցին։ Ամեն օր, երբ գրասենյակից տուն էր գալիս, բնակարանում փոքր փոփոխություններ էր գտնում, որոնք սկզբում նրան անհանգստացնում էին, բայց հետո սկսեցին իմաստալից դառնալ մի ձով, որը նա չէր կարողանում բացատրել։ Մարինեն վերադ ասավորել էր երեխաների ամբողջ սենյակը։ Հատուկ աթոռակները դեռ այնտեղ էին, բայց այժմ տարածքը կիսում էին հատակին սփռված գունավոր բարձերի հետ, ստեղծելով փոքրիկ անկյուններ, որտեղ նա կարող էր նստել տղաների հետ տարբեր դիրքերով։ Կար նա մի փոքրիկ նվագարկիչ, որն ամբողջ օրը նուրբ գործիքային երաժշտություն էր նվագում, իսկ պատերը, որոնք նախկինում զբաղեցված էին բժշկական արձանագրություններով ցուցանակներով, այժմ ունեին կպչուն ժապավենով փակցված մանկական նկարներ։ Սրանք նրանք են արել, հարցրեց Արմենը երրորդ օրը, մատնացույց անելով գունավոր խզբզոցները, որոնք ակնհայտորեն չէին կարող արվել ուղեղային կաթվածի ծանր ունեցող երեխաների կողմից։ Միասին ենք արել, պատասխանեց Մարինեն, ժպտալով։ Ես կավիճը բռնում եմ նրանց ձեռքում, մենք նկարում ենք։ Գաբրիելը սիրում է կապույտը, Միքայելը նախընտրում է կանաչը, իսկ Ռաֆայելը պաշտում է դեղինը։ Արմենը թերահավատորեն նայեց նկարներին։ Դրանք պարզապես անկանոն գծեր էին, անորոշ խզբզոցներ։ Բայց դրանց մեջ կար մի բան, որն անսպասելիորեն հուզեց նրան։ Դրանք իր որդիների ստեղծած առաջին արվեստի գործերն էին։ Նույնիսկ եթե դա օգնությամբ էր, նույնիսկ եթե դրանք պարզապես պատահական շարժումներ էին, դրանք իրենցն էին։ Ամենատպավորիչ փոփոխությունները, սակայն, տեղի էին ունենում այն պահերին, որոնք Արմենը դիտում էր տեսախցիկներով։ Մարինեն մշակել էր լիովին ոչ ավանդական առօրյա, որը խառնում էր թերապտիկ վարժությունները խաղերի հետ, որոնք կարծես հենց տեղում էին հորինվում։ Մի առավոտ նա տեսավ Մարինեին հատակին նստած, Գաբրիելը գրկին, նրբորեն ճոճվելով մի կողմից մյուսը, մինչ երգում էր մի երգ, որը կարծես հենց նոր էր հորինում։ Գաբրիելը, ով սովորաբար լարվում էր, երբ ինչ-որ մեկը շարժում էր նրան, լիովին հանգիստ էր, գլուխը դրած նրա ուսին։ Ավելի տպավորիչ, նա փոքրիկ ձայնային հնչյուններ էր հանում, կարծես փորձում էր հետել մեղեդուն։ Միքայելի հետ Մարինեն հայտնաբերել էր կառուցվածքների հանդեպ սեր։ Նա տնից բերել էր փոքրիկ տարաներ, տարբեր նյութերով, մանր ավազ, բամբակ, փոքրիկ հարթ քարեր, չոր տերներ, երկար ժամանակ թույլ էր տալիս, որ նա շոշափի յուրաքանչյուր կառուցվածք, մինչ նա նկարագրում էր զգաց ողությունները։ Միքայելը ոչ միայն արձագանքում էր յուրաքանչյուր տարբեր նյութին, այլ կարծես հստակ նախապատվություններ էր զարգացնում։ Երբ նա բամբակը մոտեցնում էր նրա ձեռքերին, նա անմիջապես հանգստանում էր։ Երբ քարերն էին, ավելի զգոն էր դառնում։ Ռաֆայելը պարզվեց, որ երաժշտական երեխա է։ Մարինեն հայտնաբերեց, որ նա տարբեր կերպ է արձագանքում տարբեր ռիթմերի, սկսեց դա օգտագործել որպես հաղորդակցության ցը։ Դանդաղ նուրբ ռիթմերը հանգստացնում էին նրան, երբ անհանգիստ էր։ Ավելի արագ ռիթմերը նրան ավելի ուշադիր էին դարձնում։ Որոշ պահերի Արմենը կարող էր երդվել, որ Ռաֆայելը փորձում էր ռիթմին հետել գլխի փոքր շարժումներով։ Բայց ամենանշանակալի փոփոխությունը տեղի էր ունենում հենց Արմենի հետ։ Ամենօրյա այն մեկ ժամը, որը նա խոստացել էր անցկացնել որդիների հետ, դարձել էր իր օրվա ամենակարևոր պահը։ Սկզբում անհարմար ստիպողական, այդ ժամանակը աստիճանաբար դարձավ բնական անհրաժեշտ։
5-րդ օրը նա սովորականից շուտ տուն եկավ, գտավ Մարինեին շենքի ներքին այգում 3 երեխաների հետ։ Նրան հաջողվել էր հատուկ աթոռակներ տանել փոքրիկ կանաչ տարածք, տղաները դրված էին ծառի ստվերի տակ, դիտելով քամուց շարժվող տերները։ Մտածեցի, որ լավ կլինի, եթե նրանք մաքուր օդ շնչեն, բացատրեց Մարինեն, երբ տեսավ նրա դեմքի անհանգիստ արտահայտությունը։ Վերահսկել եմ ջերմաստիճանը, խուսափել եմ արի ուղիղ ճառագայթներից, ուշադիր եմ եղել ցանկացած անհարմարության նշանի նկատմամբ։ Արմենը մոտեցավ, արտասովոր մի բան նկատեց։ Գաբրիելն աչքերը հառել էր վերում շարժվող տերներին, հետելով շարժմանը մի հետաքրքրությամբ, որը նա երբեք չէր ցուցաբերել տեսողական խթանների նկատմամբ։ Միքայելը կարծես լսում էր այգու ձայները, թռչուններ, քամի, հեռվից լսվող խաղացող այլ երեխաների ձայներ։ Ռաֆայելն ուներ ամենախաղաղ արտահայտությունը, որ Արմենը երբեք տեսել էր, կարծես մեդիտացիայի մեջ լիներ։ Նրանց դուր է գալիս դրսում լինելը, նկատեց Արմենը։ Բոլոր երեխաներին էլ դուր է գալիս, պատասխանեց Մարինեն։ Կարևոր չէ, թե ինչ սահմանափակումներ ունեն։ Բնությունը բոլորին էլ լավ է անում։ Այդ կեսօրին, 2 տարվա մեջ առաջին անգամ, Արմենը չեղարկեց աշխատանքային հանդիպումը, մինչ մայրամուտ մնաց այգում Մարինեի որդիների հետ։ Նրանք շատ չխոսեցին, պարզապես դիտում էին, թե ինչպես են երեխաներն արձագանքում միջավայրին։ Դա ամենահանգիստ կեսօրներից մեկն էր, որ նա հիշում էր նրանց ծնվելուց ի վեր։ Առաջին շաբաթվա վերջում Մարինեն ոչ պաշտոնական հաշվետվություն ներկայացրեց առաջընթացների մասին։ Դա այն տեսակի բժշկական փաստաթուղթը չէր, լի տեխնիկական տերմիններով, որին Արմենը սովոր էր։ Դա ավելի շատ մայրական օրագրի էր նման, որը նկարագրում էր յուրաքանչյուր երեխայի անհատականության կարողությունների մասին ամենօրյա հայտնագործությունները։ Գաբրիելը շատ դիտունակ է, գրել էր նա։ Նա նկատում է միջավայրի փոփոխությունները, եղբայրներից առաջ առաջինն է արձագանքում նոր խթաններին։ Նախընտրում է այն գործողությունները, որոնք ներառում են նուրբ շարժում, ավելի արագ երաժշտություն։ Հիասթափություն է ցուցաբերում, երբ ուզում է ինչ-որ բան հաղորդել, չի կարողանում, ինչը վկայում է իր մտադրությունների հստակ գիտակցման մասին։ Միքայելի մասին։ Նա 3-ից ամենախորհրդածողն է։ Տեղեկատվությունը մշակում է ավելի երկար, նախքան արձագանքելը, բայց նրա ռեակցիաները միշտ ավելի տաքան են։ Ունի հիանալի հիշողություն, ձայնային հաջորդականությունների համար ճանաչում է, երբ երգերը կամ գործողությունները կրկնվում են։ Կարծես նախընտրում է ավելի հանգիստ միջավայր, ավելի նուրբ խթանում։ Եվ Ռաֆայելի մասին։ Նա զգացմունքայնորեն արտահայտիչ է, մի ձով, որը զարմացնում է։ Անկեղծորեն ժպտում է, երբ գոհ է, նրա շնչառությունը հստակ փոխվում է, երբ անհարմար է զգում։ Ունի բնական երաժշտական զգացողություն, կարողանում է տարբերակել բարդ ռիթմերը։ 3-ից ամենաշփվողն է, փնտրում է տեսողական կոնտակտ, դրական է արձագանքում դեմ առ դեմ շփումներին։ Արմենը 3 անգամ կարդաց հաշվետվությունը, նախքան կարողացավ լիովին մարսել այն, ինչ գրված էր այնտեղ։ Մարինեն չէր նկարագրում ծանր սահմանափակումներով նյարդաբանական հիվանդների։ Նա նկարագրում էր 3 եզակի երեխաների, տարբեր անհատականություններով, կարողություններով, որոնք նա երբեք չէր նկատել։ Երկրորդ շաբաթը բերեց էլ ավելի զարմանալի զարգացումներ։ Մարինեն սկսեց աշխատել վարժությունների վրա, որոնք նա անվանում էր մտադրված հաղորդակցություն։ Պարզապես շարժողական ռեֆլեքսները խթանելու փոխարեն, նա ստեղծում էր իրավիճակներ, որտեղ երեխաները պետք է ընտրեին տարբեր տարբերակների մեջ։ Գաբրիելի հետ նա բռնում էր 2 տարբեր կառուցվածքով իրեր, մեկը յուրաքանչյուր ձեռքում, դանդաղ մոտ եցնում էր նրան։ Այսօր որին ես ուզում դիպչել, Գաբրիել։ Փափուկին, թե կոպիտին։ Գաբրիելը ոչ միայն նայում էր իրերից մեկին, այլ թեթակի շարժում էր գլուխն իր ընտրության ուղղությամբ։ Դրանք փոքր շարժումներ էին, գրեթե աննկատ նրա համար, ով չգիտեր, թե ինչ փնտրել, բայց չափազանց հետողական զուգադիպություն լինելու համար։ Միքայելը մշակել էր հաղորդակցության համակարգ շնչառության միջոցով։ Նա տարբեր կերպ էր փոխում շնչառության ռիթմը, նշելու այո կամ ոչ, երբ Մարինեն պարզ հարցեր էր տալիս։ Հիմա ուզում ես երաժշտություն լսել, Միքայել։ Արագացված շնչառությունը նշանակում էր այո։ Դանդաղ խորը շնչառությունը նշանակում էր ոչ։ Մարինեն սա մի քանի անգամ փորձարկեց, նույն հարցերը տալով տարբեր պահերի, պատասխանները հետողական էին։ Ռաֆայելն ամենաշատը զարմացրեց Արմենին։ Մարինեն հայտնաբերեց, որ նա կարողանում է ընդօրինակել պարզ ձայնային հնչյուններ։
Դրանք բառեր չէին, բայց անկասկած բանավոր հաղորդակցության փորձեր էին։ Երբ նա երկարացված ասում էր «ա», Ռաֆայելը փորձում էր վերարտադրել ձայնը։ Երբ նա փակ բերանով անում էր «մմ», նա անում էր նույնը։ Դա պարզունակ էր, բայց իրական հաղորդակցություն էր։ 10-րդ օրը տեղի ունեցավ մի բան, որը լիովին փոխեց Արմենի պատկերացումները որդիների մասին։ Նա աշխատում էր գրասենյակում, երբ երեխաների սենյակից տարօրինակ ձայն լսեց։ Դա շտապ օգնության ձայն չէր, բայց տարբերվում էր այն ամենից, ինչ նա երբեք լսել էր այդ միջավայրում։ Երբ ստուգեց տեսախցիկները, տեսավ մի տեսարան, որը շունչը կտրեց։ Մարինեն սենյակում չէր։ Երեք տղաները մենակ էին, դասավորված սովորական կիսաշրջանով, բայց Ռաֆայելը շարունակական ձայնային հնչյուններ էր հանում, կարծես կանչում էր խնամակալին։ Գաբրիելն արձագանքում էր, ռիթմիկ շարժելով մատները։ Միքայելը փոխում էր շնչառությունը մի օրինաչափությամբ, որը կարծես համակարգված էր եղբոր ձայների հետ։ Նրանք հաղորդակցվում էին միմյանց հետ։ Արմենը վազելով իջավ սենյակ, հասնելով այնտեղ գրեթե նույն պահին, ինչ Մարինեն, ով արագ դուրս էր եկել խոհանոցից ինչ-որ բան բերելու։ Դուք տեսաք դա, հարցրեց նա, մատնացույց անելով տղաներին, որոնք այժմ լուռ էին, կարծես իմանային, որ ննդիսատես ունեն։ Ամեն օր եմ տեսնում, հանգիստ պատասխանեց Մարինեն։ Նրանք դա անում են ամեն անգամ, երբ ես մի քանի րոպեից ավել բացակայում եմ։ Կարծես իրենց սեփական ձն են մշակել կապի մեջ մնալու համար։ Արմենը նայեց որդիներին մի տարօրինակ զգացումով, կարծես առաջին անգամ էր ճանաչում նրանց։ 2 տարի շարունակ նա մտածել էր նրանց մասին որպես 3 անհատական բժշկական դեպքեր, որոնք կիսում էին նույն վիճակը։ Երբեք չէր մտածել, որ նրանք կարող էին հարաբերություններ զարգացրած լինել միմյանց միջ, իրենց սեփական շփման ձ, որը կախված չէր սովորական շարժողական կարողություններից։ Որքան ժամանակ է, ինչ սա տեղի է ունենում, հարցրեց նա։ 3-րդ օրվանից, երբ սկսեցի աշխատել նրանց հետ, պատասխանեց Մարինեն։ Բայց օրեցօր ավելի է բարդանում։ 3 ես ժամանակ պահեցի։ Նրանք կարողանում են զրույց պահպանել գրեթե 10 րոպե անընդմեջ։ Այդ գիշեր Արմենը չկարողացավ քնել։ Նա մնաց գրասենյակում, դիտելով տեսախցիկները, փորձելով մարսել այն ամենը, ինչ հայտնաբերել էր վերջին 2 շաբաթվա ընթացքում։ Իր համոզմունքները որդիների սահմանափակումների մասին օրեցօր քանդվում էին, նա իրեն կորցրած էր զգում հայտնագործությունների ուրախության այդ կարողությունները նկատելու համար այդքան երկար սպասելու մեղքի զգացման միջ։ Գիշերվա ժամը 2-ի մոտ որոշեց զանգահարել բժիշկ Մարտիրոսյանին, նյարդաբանին, ով հետում էր տղաներին ծննդյան օրվանից։ Գիտեր, որ անհարմար ժամ է, բայց պատասխանների կարիք ուներ։ Արմեն, երեխաների հետ ինչ-որ բան է պատահել, պատասխանեց բժիշկը, ակնհայտորեն անհանգստացած այդքան ուշ զանգից։ Բժիշկ Մարտիրոսյան, ներողություն ժամի համար, բայց մի բան պետք է հարցնեմ։ Հնարավոր է, որ նյարդաբանական հետազոտությունները թերագնահատած լինեն տղաների կարողությունները։ Պատասխանից առաջ երկար դադար եղավ։ Ինչ նկատի ունեք։ Նրանց վիճակում որ է նշանակալի փոփոխություն է եղել։ Արմենը հաջորդ 20 րոպեների ընթացքում նկարագրեց այն ամենը, ինչ նկատել էր վերջին շաբաթների ընթացքում։ Բժիշկը լուռ լսում էր նրան, քիչ հարցեր տալով։ Արմեն, իրավիճակները, որոնք դուք նկարագրում եք անսովոր են, վերջապես ասաց բժիշկ Մարտիրոսյանը։ Անհնարին չեն, բայց շատ հազվադեպ են ուղեղային կաթվածի այն աստիճանի դեպքերում, որը ցույց են տալիս ձեր որդիների հետազոտությունները։ Դա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ գուցե ժամանակն է վերանայել որոշ հետազոտություններ։ Մանկական նեյրոպլաստիկությունը կարող է զարմանալի լինել, հատկապես, երբ կա համապատասխան հետողական խթանում։ Արմենն անջատեց հեռախոսը հույսի սարսափի խառը տարօրինակ զգացումով։ Իսկ եթե առաջընթացներն իրական էին։ Իսկ եթե որդիներն ունեին կարողություններ, որոնք 2 տարի անտեսվել էին։ Ինչպես նա կվարվեր այդքան ժամանակ կորցնելու մեղքի զգացումի հետ։ Բայց նա։ Իսկ եթե այս ամենը պատրանք լիներ։ Իսկ եթե Մարինեն տեսնում էր բաներ, որոնք գոյություն չունեին, նա թույլ էր տալիս, որ իրեն տանի մի լավատեսություն, որը միայն ավելի շատ ցավ կբերեր։ Հաջորդ առավոտ որոշեց անկեղծորեն խոսել Մարինեի հետ իր կասկածների վախերի մասին։ Գտավ նրան խոհանոցում պատրաստելիս բնական վիտամիններ, որոնք սկսել էր տալ երեխաներին, մի բան, որը ոչ մի բժշկական արձանագրության մեջ չկար, բայց տղաները կարծես սիրում էին։ Մարինե, պետք է ձեզ դժվար հարց տամ, սկսեց նա։
Իհարկե, պատասխանեց նա, շարունակելով մրգեր կտրատել։ Դուք լիովին համոզված եք, որ առաջընթացները, որոնք նկատում եք, իրական են։ Ես չեմ կասկածում ձեր իրավասությանը, բայց ես այնքան եմ խաբվել նրանց հարցում։ Մարինեն դադարեցրեց մրգեր կտրատելը, շրջվեց դեպի նա։ Արմեն, կարող եմ ձեզ մի բան ցույց տալ։ Նա նրան տարավ երեխաների սենյակ, որտեղ տղաներն արթնանում էին առավոտյան քնից։ Մարինեն կանգնեց սենյակի մուտքի մոտ, երկու անգամ ծափ տվեց։ Անմիջապես Գաբրիելը գլուխը շրջեց ձայնի ուղղությամբ։ Միքայելը փոխեց շնչառությունը։ Ռաֆայելը փոքրիկ ձայնային հնչյուն հանեց։ Հիմա 3 անգամ կծափահարեմ, ասաց նա։ 3 անգամ ծափ տվեց։ Ռեակցիաները տարբեր էին։ Գաբրիելը թեթակի շարժեց մատները, Միքայելը պահպանեց նորմալ շնչառությունը, Ռաֆայելը 2 հաջորդական ձայնային հնչյուն հանեց։ Նրանք գիտեն տարբերությունը 2-3 ծափերի միջ, բացատրեց Մարինեն։ Եվ յուրաքանչյուրին պատասխանում են յուրովի։ Սա ակամա ռեֆլեքս չէ, Արմեն։ Սա տեղեկատվության գիտակցված մշակում է մտադրված պատասխան։ Արմենը լուռ մնաց, դիտելով որդիներին, որոնք այժմ նայում էին նրան, կարծես իմանային, որ իր համար ցուցադրություն է կազմակերպվում։ Կա հավանականություն, որ ես սխալվում եմ ամեն ինչում, նրբորեն ասաց Մարինեն։ Բայց կա նա հավանականություն, որ նրանք շատ ավելի ընդունակ են, քան որը մեկը պատկերացրել է։ Եվ եթե դա երկրորդ հնարավորությունն է, նրանք արժանի են, որ մենք հավատանք իրենց։ Արմենը նայեց Գաբրիելին, Միքայելին, Ռաֆայելին, տեսնելով նրանց իսկապես առաջին անգամ երկար ժամանակ անց։ Ոչ թե որպես բժշկական սահմանափակումներ, ոչ թե որպես ընտանեկան ողբերգություններ, այլ որպես իր որդիներ։ Երեխաներ, որոնք, անկախ իրենց դժվարություններից, եզակի էին, խելացի արժանի էին այն ողջ սիրուն ու հույսին, որը նա կարող էր առաջարկել։ Ինչ է ձեզ պետք ինձնից, աշխատանքը շարունակելու համար, հարցրեց նա։ Մարինեն ժպտաց մի ծով, որը փոխեց ամբողջ միջավայրը։ Պարզապես, որ դուք շարունակեք լինել նրանց հայրը։ Այնպես, ինչպես եղել եք վերջին 2 շաբաթվա ընթացքում։ Այդ կեսօրին Արմենն արեց մի բան, որը չէր արել որդիների ծնվելուց առաջ։ Զանգահարեց իր եղբորը Դավիթին, հրավիրեց ծանոթանալու իր զարմիկների հետ։ Ժամանակն էր, որ ընտանիքը նորից սկսեր հավաքվել։ Ժամանակն էր հավատալ, որ իր որդիներն ավելին էին, քան իրենց սահմանափակումները։ Դավիթը ժամանեց շաբաթ առավոտյան, իր հետ բերելով խաղալիքներով լի մի պայուսակ, որը գնել էր նախօրեին, ակնհայտորեն չիմանալով, թե ինչը հարմար կլինի հատուկ կարիքներով երեխաների համար։ Արմենը նրան դիմավորեց բնակարանի դռան մոտ անհանգստության սպասումի մի խառնուրդով, որը վաղուց չէր զգացել։ Վերջին 2 տարում նրանք միայն հակիրճ էին խոսել հեռախոսով, միշտ արագ մակերեսային զրույցներ, որոնք զգուշորեն խուսափում էին երյակի թեմայից։ Ինչպե՞ս ես, ախպեր, հարցրեց Դավիթը, ամուր գրկելով եղբորը։ Արմենը նկատեց, թե որքան էր նիհարել, ինչպես էին իր հագուստները լայնացել, ինչպես հավանաբար ավելի մեծ էր երում իր 42 տարիքից։ Ավելի լավ, անկեղծ պատասխանեց Արմենը։ Շատ ավելի լավ, քան վերջին անգամ, երբ տեսնվել ենք։ Դավիթը շուրջը նայեց բնակարանին, նկատելով այն նուրբ փոփոխությունները, որոնք Մարինեն իր ականացրել էր։ Պատերն այլս միայն բժշկական ցուցանակներ ու արձանագրություններ չունեին։ Կային մանկական նկարներ, մի քանի բույսեր գունավոր ծաղկամաններում, ընդհանուր զգացողություն, որ այստեղ ապրում է ընտանիք, ոչ թե հիվանդանոց։ Որտեղ են իմ զարմիկները, հարցրեց Դավիթը, Արմենը նկատեց, որ 2 տարվա մեջ առաջին անգամ էր, որ ինչ-որ մեկը տղաներին այդ ընտանեկան բնականությամբ էր դիմում։ Սենյակում են Մարինեի հետ, բացատրեց Արմենը։ Նա… Դե, նա շատ ավելին է, քան խնամակալ։ Նա փրկեց մեզ։ Երբ հասան երեխաների սենյակ, գտան մի տեսարան, որին Արմենը դեռ սովորում էր որպես նորմալ ընկալել։ Մարինեն նստած էր հատակին, տղաների աթոռակներով կազմված կիսաշրջանի մեջտեղում, նվագելով մի փոքրիկ կիթառ, որը վերջերս էր բերել։ Գաբրիելը մատներով հարվածում էր աթոռակի բազկին, հետելով երաժշտության ռիթմին։ Միքայելը փակել էր աչքերը, գլուխը թեթակի ճոճելով մի կողմից մյուսը։ Ռաֆայելը փոքրիկ ձայնային հնչյուններ էր հանում, որոնք զարմանալիորեն լավ էին համապատասխանում մեղեդուն։ Աստված իմ, շշնջաց Դավիթը, կանգնելով դռան մոտ։ Նրանք միասին երաժշտություն են ստեղծում։ Ամեն առավոտ, պատասխանեց Արմենը մի հպարտությամբ, որը նույնիսկ ինքը զարմացավ նկատելով։
Յուրաքանչյուրն իր ձով, բայց այո, միասին երաժշտություն են ստեղծում։ Մարինեն բարձրացրեց հայացքը ժպտաց երկու տղամարդկանց, բայց շարունակեց նվագել մինչ երգն ավարտվեց։ Երբ վերջին նոտաները հնչեցին, երեք տղաներն էլ հստակ նշաններ ցույց տվեցին, որ ավելին են ուզում։ Գաբրիելն ուժեղացրեց մատների շարժումները, Միքայելը բացեց աչքերը ուղիղ նայեց կիթառին, Ռաֆայելն ավելի հրատապ ձայների հաջորդականություն արեց։ Նրանք կրկնություն են խնդրում, բացատրեց Մարինեն ծիծաղելով։ Ամեն անգամ է այդպես լինում, երբ դադարում եմ նվագել։ Դավիթը դանդաղ մոտեցավ, կարծես վախենում էր խախտել ինչ-որ կախարդանք։ Արմենը դիտում էր, թե ինչպես է եղբոր դեմքը փոխվում, երբ նա իսկապես նայում էր երեխաներին։ Նրանք այն անշարժ անարձագանք նորածինները չէին, որոնց նա հակիրճ տեսել էր հիվանդանոցում 2 տարի առաջ։ Նրանք զգոն, շփվող տղաներ էին, յուրաքանչյուրը հստակ տեսանելի սեփական բնավորության գծերով։ Կարող եմ ներկայանալ նրանց, հարցրեց Դավիթը, դիմելով Մարինեին։ Իհարկե, պատասխանեց նա։ Նրանք սիրում են նոր մարդկանց հետ ծանոթանալ։ Հատկապես, ընտանիքի անդամների։ Դավիթը նախ ծնկի իջավ Գաբրիելի կողքին։ Բար, Գաբրիել։ Ես քեռի Դավիթն եմ, քո հայրիկի եղբայրը։ Կարող եմ ասել, որ դու ճիշտ նրա նման ես, երբ փոքր էր։ Գաբրիելը գլուխը շրջեց Դավիթի ուղղությամբ, նրան դիտեց մի լարվածությամբ, որն ակնհայտորեն գնահատող էր։ Մի քանի վայրկյան անց նա թեթակի շարժեց մատները քեռու ուղղությամբ, կարծես փորձում էր հասնել նրան։ Նա ողջունում է քեզ, բացատրեց Մարինեն։ Այդպես է անում, երբ ինչ-որ մեկը դուր է գալիս իրեն։ Դավիթը զգուշորեն մեկնեց ձեռքը դիպավ Գաբրիելի մատներին։ Տղան ձեռքը հետ չքաշեց, Դավիթը զգաց մատների թեթ սեղմում, որը ստիպեց նրան մի քանի անգամ թարթել աչքերը, հուզմունքը զսպելու համար։ Բար, Միքայել, ասաց Դավիթը, անցնելով հաջորդ տղային։ Միքայելը նրան դիտում էր այն բնորոշ խորհրդածող արտահայտությամբ։ Դավիթը մի քանի վայրկյան լուռ մնաց, պարզապես պահպանելով տեսողական կոնտակտ։ Հանկարծ Միքայելը ժպտաց։ Դա փոքր, գրեթե ամաչկոտ ժպիտ էր, բայց անկասկած անկեղծ։ Նա հավանում է քեզ, ասաց Արմենը։ Միքայելն ավելի զուսպ է, մի փոքր ժամանակ է պետք, որ բացվի նոր մարդկանց հետ։ Ռաֆայելի հետ շփումն անմիջապես երաժշտական էր։ Հենց որ Դավիթը մոտեցավ, Ռաֆայելը սկսեց ձայնային հնչյուններ հանել մի մեղեդիով, որը կարծես իմպրովիզացիա լիներ։ Դավիթը, ով միշտ երաժշտական էր, սկսեց նրբորեն լել, ուղեկցելով Ռաֆայելի ձայներին։ Տղան տեսանելիորեն ոգորվեց, ուժեղացրեց իր երգեցողությունը։ Տպավորիչ է, մրմնջաց Դավիթը, ոտքի կանգնելով նայելով Արմենին։ Նրանք լիովին տարբեր են նրանից, ինչ ես սպասում էի։ Մենք բոլորս ենք տարբեր, պատասխանեց Արմենը, երախտագիտությամբ նայելով Մարինեին։ Առավոտվա ընթացքում Դավիթը ականատես եղավ մի շարք փոքր հրաշքների, որոնք Արմենն սկսում էր նորմալ համարել։ Նա տեսավ, թե ինչպես է Գաբրիելը միտումնավոր ընտրություն կատարում տարբեր խաղալիքների մեջ, որոնք Մարինեն առաջարկում էր։ Դիտեց, թե ինչպես է Միքայելը ճանաչում կոնկրետ երգեր տարբեր կերպ արձագանքում յուրաքանչյուրին։ Հետեց, թե ինչպես է Ռաֆայելը փորձում ընդօրինակել պարզ բառեր, որոնք Մարինեն համբերատար կրկնում էր։ Բայց ամենահուզիչ պահը տեղի ունեցավ, երբ Մարինեն առաջարկեց մի գործունեություն, որը նա փորձարկում էր մի քանի օր։ Երեք տղաներին նստեցնել հատակին, հենված բարձերի վրա, կազմելով փոքրիկ եռանկյուն, որտեղ նրանք կարող էին դիպչել միմյանց։ Համոզված ես, որ նրանք կարող են նստած մնալ, հարցրեց Դավիթը անհանգստացած։ Հենարանով, այո, պատասխանեց Մարինեն։ Եվ նրանք սիրում են, երբ այս դիրքում են, որովհետև կարողանում են ավելի լավ տեսնել միմյանց, նույնիսկ դիպչել։ Զգուշությամբ շատ բարձրով Մարինեն Արմենը տղաներին նստեցրին հատակին։ Գաբրիելն ավելի ուղիղ նստեց, քան մյուս երկուսը, բայց բոլորն էլ կարողացան պահպանել դիրքը հենարանով։ Եվ հետո մի կախարդական բան տեղի ունեցավ։ Ռաֆայելը մեկնեց ձեռքը դիպավ Միքայելի թին։ Միքայելն իր հերթին թեթակի շրջվեց ճակատը հպեց Գաբրիելի ուսին։ Գաբրիելը ձեռքը դրեց Ռաֆայելի ձեռքի վրա, փակելով ֆիզիկական շփման շրջանակը երեքի մեջ։ Նրանք միշտ են այդպես անում, բացատրեց Մարինեն ցածրաձայն։ Կարծես պետք է համոզվեն, որ երեքն էլ այնտեղ են, կապված։ Դավիթը չկարողացավ զսպել արցունքները։ Արմեն, նրանք սիրում են իրար։ Դու կարող ես տեսնել, որ նրանք սիրում են իրար։ Արմենը նույնպես։
Ես հուզված էր, բայց դրանից ավելին նա վերջապես խաղաղ էր մի ճշմարտության հետ, որն ընդունելու համար 2 տարի էր պահանջվել։ Իր որդիները յուրահատուկ էին, այո, բայց բառի լավագույն իմաստով։ Նրանք ունեին սահմանափակումներ, բայց նա ունեին զգացմունքային կապ սիրելու կարողություն, որը գուցե ավելի զարգացած էր, քան երեխաների մեծամասնությանը։ Կեսօրին Մարինեն մի առաջարկ արեց, որը բոլորին զարմացրեց։ Ինչ կասեք, եթե զբոսնելու գնանք այգի։ Այսօր հրաշալի օր է, երեխաները սիրում են շարժումը։ Արմենը զգաց ինքնաբերաբար ոչ ասելու մղում։ Դուրս գալ 3 տղաների հետ։ Իսկ եթե շտապ օգնության կարիք լիներ։ Իսկ եթե այլ մարդիկ տարօրինակ նայեին նրանց։ Իսկ եթե… Հիանալի գաղափար է, ասաց Դավիթը, ընդհատելով եղբոր անհանգիստ մտքերը։ Որքան ժամանակ է, ինչ բոլորդ միասին դուրս չեք եկել։ Անկեղծ պատասխանն այն էր, որ նրանք երբեք բոլորով միասին դուրս չէին եկել։ Ծնվելուց ի վեր տղաները տնից դուրս էին գալիս միայն բժշկական այցելությունների համար, միշտ շտապողական սթրեսային ծով։ Երբեք, պարզապես ընտանեկան պահ վայելելու համար։ Մարինեն արդեն մտածել էր ամեն ինչի մասին։ Նա ուներ հատուկ եռակի մանկասայլակ, որը թույլ էր տալիս միաժամանակ տեղափոխել 3 տղաներին, պահելով նրանց հարմարավետ անվտանգ։ Նա կազմակերպել էր մի պայուսակ, այն ամենով, ինչ կարող էր անհրաժեշտ լինել, ներառյալ շտապ օգնության դեղամիջոցները, բժշկական կոնտակտները։ Ամենամոտ այգին շենքից ընդամենը 2 թաղամաս հեռու էր։ Դա խնամված կանաչ տարածք էր, խաղահրապարակներով, ծառերի մեջ սփռված նստարաններով, բադերով, փոքրիկ լճակով։ Երբ հասան այնտեղ, Արմենը լարված զգոն էր, սպասելով հետաքրքրասեր հայացքների կամ այլ մարդկանց անպատշաճ մեկնաբանությունների։ Փոխարենը, նրանք գտան սովորական այգու կեսօր։ Մի քանի ընտանիքներ փոքր երեխաների հետ, զբոսնող զույգեր, բադերին կերակրող տարեցներ։ Ոչ ոք հատուկ ուշադրություն չդարձրեց երյակին կամ անտեղի հարցեր չտվեց։ Մարինեն եռակի մանկասայլակը դրեց մի մեծ ծառի տակ, որը հաճելի ստվեր էր անում, տղաներն անմիջապես ցույց տվեցին, որ հավանում են միջավայրը։ Գաբրիելը հիացմունքով նայում էր մոտակա խաղահրապարակում խաղացող այլ երեխաներին։ Միքայելը կարծես հիպնոսացած էր վերի ծառի տերների շարժումից։ Ռաֆայելը ոգորված ձայնային հնչյուններով էր արձագանքում մոտակայքով թռչող յուրաքանչյուր թռչունի։ Նրանք զվարճանում են, նկատեց Դավիթը, նստած մանկասայլակի կողքի նստարանին։ Սա երկրորդ անգամն է, որ այսպես դուրս ենք գալիս, ասաց Մարինեն։ Առաջին անգամ նրանք մի փոքր ծանրաբեռնվեցին այդքան նոր խթաններից։ Բայց այսօր շատ հանգիստ են։ Մոտ 5 տարեկան մի աղջիկ հետաքրքրասիրությամբ մոտեցավ, կանգնեց երյակի դիմաց։ Ինչու են նրանք այսպիսի աթոռի մեջ, հարցրեց նա երեխաներին բնորոշ անկեղծությամբ։ Արմենը զգաց, որ կուրծքը սեղմվում է, պատրաստվելով անհարմար բացատրության։ Բայց Մարինե բնականությամբ պատասխանեց։ Որովհետև նրանք դեռ սովորում են մենակ քայլել։ Այս հատուկ աթոռն օգնում է նրանց նստած մնալ, տեսնել շուրջ բոլորը։ Ահա, ասաց աղջիկը, կարծես դա աշխարհի ամենանորմալ բացատրությունը լիներ։ Նրանք գեղեցիկ են։ Ինչ են նրանց անունները։ Գաբրիել, Միքայել, Ռաֆայել, պատասխանեց Մարինեն, մատնացույց անելով յուրաքանչյուրին։ Բար, Գաբրիել, Միքայել, Ռաֆայել, ասաց աղջիկը, թափահարելով ձեռքը։ Ես Լիլիթն եմ։ Ռաֆայելն անմիջապես արձագանքեց ողջույնին, հանելով ձայնային հնչյուններ, որոնք ակնհայտորեն պատասխանի փորձ էին։ Լիլիթը ծիծաղեց, հիացած։ Նա խոսեց ինձ հետ։ Ինչ լավ է։ Աղջկա պարզ բնական շփումը խորապես հուզեց Արմենին։ Չկար խղճահարություն, հիվանդագին հետաքրքրություն կամ անհարմարություն։ Պարզապես մի երեխա ծանոթանում էր այլ երեխաների հետ, յուրաքանչյուրն իր ձով։ Կեսօրվա ընթացքում այլ մարդիկ էլ պատահականորեն մոտեցան։ Մի տարեցկին գովեց, թե ինչպես են տղաները, լավ խնամված երջանիկ։ Մի զույգ դեռահասներ հարցրին, թե արդյոք երյակը եղբայրներ են, որովհետև շատ նման են։ Յուրաքանչյուր շփում բնակ։ Անդրական էր, շատ տարբեր նրանից, ինչ Արմենը պատկերացրել էր։ Երբ Արը սկսեց մայր մտնել, Մարինեն առաջարկեց վերադառնալ։ Տղաները տեսանելիորեն հոգնած էին, բայց դա գոհունակ հոգնածություն էր, ինչպես երեխաներինը, որոնք շատ են խաղացել օրվա ընթացքում։ Վերադարձի ճանապարհին Դավիթը քայլում էր Արմենի կողքին, մինչ Մարինեն հրում էր եռակի մանկասայլակը նրանց առջից։ Ախպեր, պետք է քեզ մի բան ասեմ, ասաց Դավիթը ցածրաձայն։
Ինչ։ Երբ անցյալ շաբաթ ինձ զանգեցիր, մտածեցի, որ օգնության կարիք ունես, որովհետև չես կարողանում գլուխ հանել իրավիճակից։ Եկա այստեղ, պատրաստ քեզ զգացմունքային աջակցություն ցուցաբերելու, գուցե օգնելու որը դժվար որոշման հարցում։ Արմենը սպասեց, որ նա շարունակի։ Բայց այն, ինչ ես տեսնում եմ, ընտանիք է։ Տարբեր ընտանիք, յուրահատուկ մարտահրավերներով, բայց անկասկած երջանիկ ընտանիք։ Տղաները հիանալի են, Մարինեն հրեշտակ է, իսկ դու։ Դու կարծես գտել ես քո տեղը որպես հայր։ Միշտ չէ, որ այդպես է եղել, խոստովանեց Արմենը։ Երկար ժամանակ ես միայն նրանց սահմանափակումներն էի տեսնում։ Միայն այն ամենը, ինչ նրանք չէին կարողանում անել։ Իսկ հիմա։ Արմենը նայեց արջի մանկասայլակում գտնվող որդիներին, որոնք իրենց ձայներով ու շարժումներով զրուցում էին Մարինեի հետ, ով պատասխանում էր, կարծես լիովին հասկանում էր յուրաքանչյուր բառ։ Հիմա տեսնում եմ այն ամենը, ինչ նրանք կարողանում են անել։ Եվ դա շատ ավելին է, քան ես պատկերացնում էի։ Երբ տուն հասան, տղաները հյուծված, բայց ակնհայտորեն գոհ էին։ Մարինեն նրանց լողացրեց գործողություն, որը վերածվել էր ամենօրյա ջրային խաղերի սեանսի, հետո պատրաստեց կեսօրվա քնին։ Դավիթը մնաց ընթրիքի, ուտելու ընթացքում մի հարց տվեց, որն Արմենին անակնկալի բերեց։ Մարինե, դուք միշտ գիտեիք, որ կկարողանաք օգնել տղաներին այս կերպ։ Մարինեն դադարեց ուտել մի քանի վայրկյան մտածեց, նախքան պատասխանելը։ Չգիտեի, անկեղծ ասաց նա։ Երբ եկա հարցազրույցի, ես միայն գիտեի, որ ուզում եմ աշխատել հատուկ երեխաների հետ։ Բայց Գաբրիելը, Միքայելը, Ռաֆայելն ինձ այնքան բան սովորեցրին, որքան ես նրանց։ Ինչպես թե, հարցրեց Արմենը։ Նրանք ինձ սովորեցրին, որ յուրաքանչյուր երեխա եզակի է, նույնիսկ երբ ունի նույն բժշկական վիճակը, ինչ մյուսները։ Նրանք ինձ սովորեցրին, որ սերն ու համբերությունը կարող են հրաշքներ գործել, որոնք բժշկությունը երբեմն չի կարողանում բացատրել։ Եվ ամենակարևորը, նրանք ինձ սովորեցրին, որ ընտանիքը կապի մասին է, ոչ թե կատարելության։ Դավիթը նշանակալից հայացքով նայեց Արմենին։ Իսկ դու, ախպեր, ի՞նչ են նրանք քեզ սովորեցրել։ Արմենը երկար չպատասխանեց։ Այնքան բան կար, որ ուզում էր ասել, վերջին ամիսների այնքան հայտնագործություններ, որոնք դեռ մարսում էր։ Նրանք ինձ սովորեցրին, որ ես սխալվում էի գրեթե ամեն ինչում, վերջապես ասաց նա։ Սխալվում է։ Ի նրանց մասին, սխալվում էի ինքս իմ որպես հոր մասին, սխալվում էի, թե ինչ է նշանակում երջանիկ ընտանիք ունենալ։ Իսկ Մարինեն, հարցրեց Դավիթը, ժպտալով։ Ինչ է նա քեզ սովորեցրել։ Արմենը նայեց Մարինեին, ով թեթակի կարմրել էր իրեն ուղղված ուշադրությունից։ Մարինեն ինձ սովորեցրեց, որ ինչ-որ մեկին հավատալը կարող է բառացիորեն փոխել այդ մարդու կյանքը։ Նա հավատաց տղաներին, երբ ես արդեն հանձնվել էի։ Հավատաց ինձ, որպես հոր, երբ ես կարծում էի, որ լիովին ձախողվել եմ։ Մարինեն ամաչկոտ ժպտաց։ Դուք դա հեշտացրիք։ Անհնար է չհավատալ նրանց, երբ տեսնում ես, թե ինչ ուժ ունեն։ Դավիթը մի քանի րոպե լուռ մնաց, ակնհայտորեն մարսելով այն ամենը, ինչ տեսել-լսել էր այդ օրը։ Կարող եմ ձեզ երկուսիդ անձնական հարց տալ, վերջապես ասաց նա։ Արմենն ու Մարինեն համաձայնեցին, թե երկուսն էլ մի փոքր անհանգիստ էին թվում։ Դուք գիտակցում եք, որ շատ ավելին եք, քան գործատու աշխատող, չէ՞։ Հարցը մի քանի վայրկյան լարեց մթնոլորտը։ Արմենն ու Մարինեն արագ նայեցին իրար, հետո հայացքները փախցրին։ Դուք այս տան մասին հոգ եք տանում որպես ընտանիք, շարունակեց Դավիթը։ Մարինեն տղաներին չի վերաբերվում որպես հիվանդների, այլ որպես որդիների։ Արմեն, դու Մարինեի մասին չես խոսում որպես վարձու խնամակալի, այլ խոսում ես նրա մասին որպես դև, որպես քո կյանքում շատ կարևոր մեկի։ Արմենը զգաց, որ սիրտը արագանում է։ Ճիշտ էր, որ Մարինեն շատ ավելին էր դարձել, քան աշխատող։ Ճիշտ էր, որ նա մտածում էր նրա մասին որպես ընտանիքի հիմնարար մաս։ Բայց երբեք գիտակցաբար չէր վերլուծել, թե դա ինչ է նշանակում։ Տղաները պաշտում են ձեզ երկուսիդ միասին, նրբորեն նկատեց Դավիթը։ Տեսանելի էր, թե ինչպես են նրանք տարբեր արձագանքում, երբ դուք նույն միջավայրում եք։ Կարծես ավելի ապահով, ավելի երջանիկ են զգում։ Արմենը նայեց Մարինեին, ով ակնհայտորեն հուզված, բայց նա շփոթված էր խոսակցության ընթացքից։ Դավիթ, չգիտեմ, թե արդյոք տեղին է խոսել այդ մասին։ Սկսեց Արմենը։ Իհարկե տեղին է, ընդհատեց եղբայրը։
Դու 2 տարի մենակ տառապել ես, մտածելով, որ արժանի չես երջանիկ լինելու, որովհետև որդիներդ սահմանափակումներ ունեն։ Մարինեն հայտնվեց ուրախություն բերեց այս տուն։ Եթե դուք իրար սիրում եք, եթե միասին գեղեցիկ ընտանիք եք կազմում, ինչու՞ դա պետք է սխալ լինի։ Դավիթի խոսքերն արձագանքում էին Արմենի գլխում մինչ գիշերվա վերջ։ Եղբոր գնալուց հետո նա մենակ մնաց Մարինեի հետ, ավարտելով խոհանոցի հավաքը, երկուսն էլ զգուշորեն խուսափելով բարձրացված թեմայից։ Բայց երբ գնացին տղաներին բարի գիշեր մաղթելու, գտան Գաբրիելին, Միքայելին, Ռաֆայելին քնած մի ծով, որը Արմենը երբեք չէր տեսել։ Յուրաքանչյուրը մի կողմ շրջված լինելու փոխարեն, ինչպես միշտ, երեքն էլ գլուխները շրջել էին իրար, կարծես քնել էին զրուցելիս։ Նրանք միասին են երազ տեսնում, շշնջաց Մարինեն։ Արմենը նայեց տեսարանին, հետո Մարինեին, տեսնելով նրան իսկապես առաջին անգամ։ Ոչ թե որպես իր որդիների խնամակալ, այլ որպես այն կին, ով իր տունը վերածել էր օջախի։ Այն կին, ով սովորեցրել էր իր որդիներին լինել երջանիկ։ Այն կին, ով սովորեցրել էր հենց իրեն լինել հայր։ Եվ 2 տարվա մեջ առաջին անգամ Արմենը թույլ տվեց իրեն մտածել, որ գուցե ինքն էլ է արժանի երջանիկ լինելու։ Դավիթի այցից 3 շաբաթ անց Արմենն արթնացավ մի ձայնից, որը ստիպեց նրան ցատկել անկողնուց։ Դա շտապ օգնության ձայն չէր, բայց տարբերվում էր այն ամենից, ինչ երբել լսել էր այդ տանը։ Կարծես ծիծաղ էր։ Երեխայի ծիծաղ։ Նա վազեց տղաների սենյակ գտավ մի տեսարան, որը կստիպեր նրան հիշել այդ պահը մինչ կյանքի վերջ։ Մարինեն նստած էր հատակին, Գաբրիելին հաջողվել էր ինքնուրույն փորի վրա պառկել, սեփական մարմնի ծանրությունը պահելով ձեռքերի վրա։ Միքայելն առաջին անգամ նստած էր առանց հենարանի, թեթակի ճոճվելով, բայց պահպանելով հավասարակշռությունը։ Իսկ Ռաֆայելը հնչյուններ էր հանում, որոնք անկասկած ծիծաղ էին, արձագանքելով պահմտոցի խաղին, որը Մարինեն խաղում էր գունավոր կտորով։ Ինչպես նրանց հաջողվեց։ Սկսեց Արմենը, բայց հարցը մնաց շուրթերին, երբ Գաբրիելը նայեց նրան միտումնավոր մեկնեց ձեռքերից մեկը հոր ուղղությամբ, հավասարակշռությունը պահելով մյուս ձեռքի վրա։ Հայրիկ, նրբորեն ասաց Մարինեն, կարծում եմ Գաբրիելն ուզում է, որ դու գաս մեզ հետ խաղալու։ Արմենը դանդաղ ծնկի իջավ ձեռքը մեկնեց Գաբրիելին։ Տղան մի շարժում արեց, որը նման էր սողալու փորձի, մարմնի ծանրությունը տեղափոխելով մի քանի սանտիմետր մոտենալու հորը։ Դրանք ընդամենը մի քանի սանտիմետր էին, բայց ներկայացնում էին շարժման հնարավորությունների լիակատար հեղափոխություն, որոնք նկարագրել էին բժիշկները։ Աստված իմ, Գաբրիել, շշնջաց Արմենը, որդուն գրկելով։ Գաբրիելը գլուխը դրեց նրա ուսին մի ձով, որն ակնհայտորեն միտումնավոր էր, գիտակցված ջերմության ժեստ։ Միքայելը, ով դիտում էր տեսարանը այն բնորոշ խորհրդածող արտահայտությամբ, հանկարծ խոսեց։ Դրանք հստակ բառեր չէին, բայց կազմակերպված վանկեր էին, որոնք հնչում էին պա։ Դա առաջին անգամն էր, որ 3 տղաներից որը մեկը փորձում էր արտասանել բառի նման մի բան։ Ռաֆայելը, չու։ Զենալով հետ մնալ, ուժեղացրեց ծիծաղը, սկսեց մարմինը ճոճել առաջ ու հետ, կարծես պարում էր։ Եվ հետո զարմանալիորեն նրան հաջողվեց ինքնուրույն շրջվել նստած դիրքում, մարմինը պտտելով դեմքով դեպի հայրն ու եղբայրները կանգնելու համար։ Մարինեն հետում էր ամեն ինչին արցունքոտ աչքերով, բայց դրանք մաքուր ուրախության արցունքներ էին։ Նրանք ամեն ինչ ցույց են տալիս քեզ միանգամից, ասաց նա։ Կարծես գիտեն, որ այսօր հատուկ օր է։ Ինչու՞ պետք է հատուկ օր լինի, հարցրեց Արմենը, դեռ մարսելով այն արտասովոր առաջընթացները, որոնց ականատես էր լինում։ Մարինեն թեթակի կարմրեց հայացքը փախցրեց։ Որովհետև այսօր լրանում է ուղիղ 3 ամիսը, ինչ սկսել եմ այստեղ աշխատել, պատասխանեց նա։ Եվ որովհետև։ Դե, որովհետև մի քանի շաբաթ է, մի բանի մասին եմ մտածում, որը կուզենայի քեզ հետ խոսել։ Արմենը զգաց, որ սիրտը արագանում է։ Վերջին շաբաթներին Դավիթի հետ խոսակցությունից հետո նա նույնպես շատ բաների մասին էր մտածում, որ պետք է ասեր Մարինեին։ Բայց միշտ պատճառներ էր գտնում այդ խոսակցությունը հետաձգելու համար։ Ինչի՞ մասին էիր ուզում խոսել, հարցրեց նա, փորձելով պահպանել անփույթ ձայնը։ Մարինեն խորը շունչ քաշեց, ակնհայտորեն նյարդայնացած։ Արմեն, ես կապվել եմ այս ընտանիքի հետ մի ձով, որը գուցե պրոֆեսիոնալ չէ։ Գաբրիելը, Միքայելը, Ռաֆայելը պարզապես իմ աշխատանքը չեն։ Նրանք… Նա դադար տվեց, փնտրելով ճիշտ բառերը։ Նրանք իմ կյանքի մի մասն են։ Եվ դու նույնպես։
Արմենը Գաբրիելին զգուշորեն իջեցրեց հատակին, եղբայրների միջ, մոտեցավ Մարինեին. «Մարինե, ես էլ պետք է քեզ մի բան ասեմ»։ «Նախ թույլ տուր ավարտեմ», արագ ասաց նա, կարծես պետք է ամեն ինչ ասեր, նախքան խիզախությունը կորցնելը։ «Գիտեմ, որ կարող է բարդ լինել, որ կարող է փոխել մեր աշխատանքային դինամիկան, բայց այլս չեմ կարող ծածնել, թե իմ զգացմունքները պարզապես պրոֆեսիոնալ են։ Ես սիրում եմ այս ընտանիքը։ Սիրում եմ տղաներին, կարծես նրանք իմ որդիները լինեին։ Եվ ես սիրահարվել եմ քեզ»։ Հաջորդած լռությունը տեց ընդամենը մի քանի վայրկյան, բայց երկուսի համար էլ հավերժություն թվաց։ Արմենը նայեց Մարինեին, այն կնոջը, ով իր կյանք էր մտել որպես փրկիչ հրեշտակ դարձել շատ ավելին։ «Մարինե», վերջապես ասաց նա, «դու փրկեցիր ոչ միայն տղաներին։ Դու փրկեցիր նա ինձ»։ Նա ավելի մոտեցավ նրան, ով դեռ նստած էր հատակին, երեխաների միջ։ 2 տարի ես մտածում էի, որ արժանի չեմ երջանիկ լինելու։ Մտածում էի, որ իմ դերը պարզապես տառապելն ու խնամելն է։ Դու ինձ սովորեցրիր, որ կարող եմ լինել հայր դեռ մնալ տղամարդ։ Որ կարող եմ խնամել տղաներին դեռ ունենալ կյանք։ Որ կարող եմ սիրել նրանց դեռ սրտումս տեղ ունենալ մեկ ուրիշին սիրելու համար։ Մարինեն նայեց նրան հույսի վախի խառնուրդով։ «Դու ասում ես, որ…» «Ես ասում եմ, որ ես էլ եմ սիրահարվել քեզ», պատասխանեց Արմենը, ծնկի իջնելով նրա կողքին։ «Եվ որ եթե դու ուզենաս կցանկանայի, որ դու դառնայիր այս ընտանիքի մի մասը ոչ թե որպես աշխատող, այլ որպես զուգընկեր, որպես տղաների մայր, որպես իմ կողակից»։ Արցունքները, որոնք Մարինեն զսպում էր, վերջապես թափվեցին, բայց դրանք ուրախության արցունքներ էին։ Արմենը նրբորեն սրբեց նրա դեմքը, առաջին անգամ համբուրեց նրան։ Դա նուրբ, հոգատարությամբ խոստումներով լի համբույր էր։ Եվ երբ բաժանվեցին, գտան Գաբրիելին, Միքայելին, Ռաֆայելին, որոնք լիակատար ուշադրությամբ հետում էին իրենց, կարծես ճշգրիտ իմանային, թե ինչ է կատարվում, լիովին հավանություն տային։ «Կարծում եմ նրանց դուր եկավ», ասաց Մարինեն, ծիծաղելով արցունքների միջից։ «Նրանք սիրում են քեզ», ուղղեց Արմենը։ «Ինչպես ես»։ Այդ կեսօրին նրանք որոշեցին խորհրդանշական մի բան անել։ Հանեցին երեխաների սենյակի բոլոր անվտանգության տեսախցիկները։ Արմենը հասկացավ, որ այլս կարիք չունի վախից ամեն շարժումը վերահսկելու։ Նա լիովին վստահում էր Մարինեին, ավելի կարևոր, վստահում էր իր սեփական որդիներին։ «Մեզ այլս սա պետք չի լինի», ասաց նա, անջատելով վերջին տեսախցիկը։ «Սա այլս հսկողության տուն չէ։ Սա օջախ է»։ Հաջորդ շաբաթների ընթացքում երեխաների առաջընթացը տպավորիչ կերպով արագացավ։ Գաբրիելին հաջողվեց անել իր առաջին քայլերը հենարանով, քայլելով մի աթոռից մյուսը, Մարինեի Արմենի խրախուսանքով։ Միքայելը սկսեց արտասանել վանկեր, որոնք ակնհայտորեն փորձում էին բառեր կազմել, հատկապես մամա, երբ ինչ-որ բան էր ուզում Մարինեից, պապա, երբ ուշադրություն էր ուզում Արմենից։ Ռաֆայելը մշակեց երգելու իր սեփական ձը, հանելով մեղեդիներ, որոնք ուղեկցում էին լսած երգերին։ Բժիշկ Մարտիրոսյանը, երբ եկավ սովորական ստուգման, անկեղծորեն ցնցված էր նրանից, ինչ գտավ։ «Արմեն, պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ», ասաց նյարդաբանը։ «Այն, ինչ ես այստեղ տեսնում եմ, հակասում է այն ամենին, ինչ ցույց էին տալիս սկզբնական հետազոտությունները։ Ճանաչողական շարժողական կարողությունները, որոնք երեխաները ցուցաբերում են, հուշում են, որ սկզբնական ախտորոշումը կարող էր։ Կարող էր սխալ լինել»։ «Ինչպես սխալ», հարցրեց Արմենը։ «Հնարավոր է, որ այն, ինչ մենք մեկնաբանել ենք որպես ուղեղային կաթվածի ծանրց, իրականում եղել է անհաստ ծննդյան պատճառով առաջացած ուշացած նյարդաբանական զարգացում։ Համապատասխան խթանման դեպքում շատ երեխաներ կարողանում են լիովին վերականգնել այդ բացթողումները»։ Արմենը նայեց Մարինեին, ով ժպտում էր մի ձով, որն ասում էր. «Ես միշտ գիտեի»։ «Դա ինչ է նշանակում նրանց ապագայի համար», հարցրեց նա։ «Նշանակում է, որ շարունակելով այն տեսակի թերապիան խթանումը, որը դուք առաջարկում եք, կա իրական հնարավորություն, որ նրանք կունենան լիովին նորմալ զարգացում։ Գուցե սկզբում մի փոքր ավելի դանդաղ, քան մյուս երեխաները, բայց նորմալ»։ Այդ գիշեր, երբ երեխաները քնեցին, Արմենն ու Մարինեն միասին նստեցին հյուրասենյակի բազմոցին, մարսելով բժշկի խոսքերը։ «Դու միշտ գիտեիր, չէ՞, հարցրեց Արմենը։ «Չգիտեի», անկեղծ պատասխանեց Մարինեն։ «Բայց միշտ հավատացել եմ»։
Հավատացել եմ նրանց, հավատացել եմ վերականգնման կարողությանը, որն ունեն բոլոր երեխաները, երբ բավար սեր են ստանում։ Արմենը բռնեց նրա ձեռքը։ Մարինե, ուզում եմ քեզ պաշտոնական հարց տալ։ Ինչ հարց։ Արմենը ոտքի կանգնեց, Մարինեի համար լիակատար անակնկալ, ծնկի իջավ նրա դիմաց, ձեռքին մի փոքրիկ թավշյա տուփ։ Այդ որտեղից վերցրիր, հարցրեց նա ցնցված։ Անցյալ շաբաթ եմ գնել, խոստովանեց Արմենը։ Սպասում էի ճիշտ պահի։ Նա բացեց տուփը, բացահայտելով պարզ, բայց էլեգանտ մատանի։ Մարինե Սարգսյան, կամուսնանաս ինձ հետ։ Պաշտոնապես կդառնաս իմ որդիների մայրը։ Ինձ հետ իսկական ընտանիք կկազմես։ Մարինեն նայեց մատանուն, իր դիմաց ծնկի իջած Արմենին սենյակին, որը վերջին ամիսներին դարձել էր իր տունը։ Այո, ասաց նա, առանց վարանելու։ Իհարկե, այո։ Երբ Արմենը մատանին դրեց նրա մատին, նրանք երեխաների սենյակից ձայն լսեցին։ Դա լացի կամ անհարմարության ձայն չէր։ Դրանք զրույցի ձայներն էին, որ Գաբրիելը, Միքայելը, Ռաֆայելն անում էին իրար հետ, կարծես մեկնաբանում էին օրվա իրադարձությունները։ Պատմենք նրանց, առաջարկեց Մարինեն։ Նրանք միասին գնացին երեխաների սենյակ, որտեղ գտան 3 տղաներին։ Արթուն, յուրաքանչյուրն իր աթոռակին, բայց ակնհայտորեն զգոն հետաքրքրված, թե ինչ է կատարվում։ Գաբրիել, Միքայել, Ռաֆայել, ասաց Արմենը, նստելով հատակին նրանց միջ Մարինեի հետ։ Մարինեն հիմա մեզ հետ է մնալու ընդմիշտ։ Նա լինելու է մեր իսկական ընտանիքը։ Գաբրիելն անմիջապես արձագանքեց, ձեռքերը մեկնելով Մարինեի ուղղությամբ, կարծես գրկախառնություն էր ուզում։ Միքայելը ժպտաց այն խորհրդածող ձով հնչյուններ հանեց, որոնք հավանության նշան էին։ Ռաֆայելը սկսեց երգել իր ամենաուրախ մեղեդիներից մեկը։ Կարծում եմ նրանց դուր եկավ նորությունը, ասաց Մարինեն, գրկելով Գաբրիելին մյուս ձեռքերը մեկնելով, միաժամանակ դիպչելու Միքայելին Ռաֆայելին։ Իհարկե դուր եկավ, պատասխանեց Արմենը։ Նրանք գիտեին մեզնից շատ ավելի շուտ։ 6 ամիս անց տունը լի էր մարդկանցով, բազմաթիվ նվաճումներ նշող խնջույքի համար։ Դա Գաբրիելի ինքնուրույն քայլելու առաջին տարեդարձն էր, Միքայելի առաջին հստակ բառերի, մամա Մարինե, պապա առաջին տարեդարձը առաջին ամբողջական երգը, որ Ռաֆայելին հաջողվել էր երգել Մարինեի հետ միաս։ Ին Դավիթն այնտեղ էր, մի քանի զարմիկների հետ, որոնց Արմենը վերագտել էր տարիների մեկուսացումից հետո։ Բժիշկ Մարտիրոսյանը նույնպես եկել էր, բերելով բժշկական զեկույցներ, որոնք պաշտոնապես հաստատում էին երեխաների նորմալ զարգացումը։ Եվ Մարինեն հրավիրել էր իր սեփական ընտանիքին, որը գրկեց Արմենին տղաներին, կարծես տարիներով ճանաչում էին նրանց։ Բայց խնջույքի ամենահատուկ պահը տեղի ունեցավ, երբ Մարինեն ոտքի կանգնեց կենաց ասելու. Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այստեղ են, սկսեց նա, բայց ամենից շատ ուզում եմ շնորհակալություն հայտնել 3 տղաների, ովքեր ինձ սովորեցրին, որ հրաշքները տեղի են ունենում ամեն օր, նրա համար, ով տեսնելու աչքեր ունի։ Գաբրիելը, ով այժմ ամուր քայլում էր, մոտեցավ նրան բռնեց նրա շրջազգեստից։ Միքայելը, ով դարձել էր շատախոս երեխա, հստակ ասաց. Շնորհակալություն, մամա։ Ռաֆայելը սկսեց ցածրաձայն երգել մի երգ, որը հորինել էր այդ առիթով։ Գաբրիել, Միքայել, Ռաֆայել, շարունակեց Մարինեն, հուզմունքից ձայնը դողալով, դուք ինձ սովորեցրիք, որ ընտանիքը կա տարելության մասին չէ։ Այն սիրո, համբերության միմյանց հավատալու մասին է։ Դուք ինձ սովորեցրիք, որ բոլորն արժանի են մեկին, ով կտեսնի իրենց մեջ լավագույնը, նույնիսկ երբ իրենք չեն կարողանում տեսնել։ Նա նայեց Արմենին, ով կանգնած էր նրա կողքին, խոնավ աչքերով։ Եվ դուք ինձ տվեցիք իմ կյանքի ամենամեծ նվերը։ Ձեր մայրը իմ ճանաչած ամենախիզախ տղամարդու կինը լինելու հնարավորությունը։ Խնջույքը շարունակվեց մինչ ուշ գիշեր, երաժշտությամբ, ծիծաղով մի ընտանիքի ուրախությամբ, որը գտել էր իր ճանապարհը դեպի երջանկություն։ Երբ բոլորը գնացին, երեխաները վերջապես քնեցին, Արմենն ու Մարինեն մենակ մնացին հյուրասենյակում, դիտելով խնջույքի լուսանկարները, որոնք սփռված էին սուրճի սեղանի վրա։ Կարող ես հավատալ, թե ինչպես փոխվեց մեր կյանքը, հարցրեց Արմենը։ Կարող ես հավատալ, որ 2 տարի առաջ դու մտածում էիր, որ այլս երբեք երջանիկ չես լինի, հակադարձեց Մարինեն։ Արմենը ծիծաղեց, նրան ավելի մոտ քաշելով բազմոցին։ Գիտես, թե ինչն է ինձ ամենաշատը տպավորում, ասաց նա։ Տղաները ոչ միայն վերականգնվեցին։ Նրանք դարձան արտասովոր երեխաներ։
Ավելի կարեկից, ավելի կապված միմյանց հետ, ավելի քնքուշ, քան իրենց տարիքի երեխաների մեծամասնությունը։ Գուցե դա այն պատճառով է, որ նրանք փոքրուց դժվարությունների են բախվել, մտածեց Մարինեն։ Դա նրանց սովորեցրեց գնահատել յուրաքանչյուր փոքր նվաճում, կապի յուրաքանչյուր պահ։ Կամ գուցե, ասաց Արմենը, համբուրելով նրա ճակատը, դա այն պատճառով է, որ նրանք քեզ են ունեցել որպես մայր։ Այդ գիշեր, քնելուց առաջ, նրանք գնացին վերջին անգամ նայելու տղաներին։ Գաբրիելը, Միքայելը, Ռաֆայելը հանգիստ քնած էին, յուրաքանչյուրն իր մահճակալում, նրանք ամիսներ առաջ հրաժարվել էին հատուկ աթոռակներից, բայց մահճակալները դրված էին այնպես, որ կարողանային տեսնել միմյանց։ Մահճակալների կողքի սեղանին դրված էին մի քանի նկարներ, որոնք երեխաներն արել էին օրվա ընթացքում։ Դրանք այլս պատահական խզբզոցներ չէին։ Դրանք ճանաչելի նկարներ էին։ Տուն, դիմացը 4 մարդ, 2 մեծահասակ 3 երեխա, երկնքում պայծառ այգում շատ գունավոր ծաղիկներ։ Դա այն ընտանիքն էր, որը նրանք դարձել էին։ Դա այն կյանքն էր, որը նրանք միասին կառուցել էին։ Դա ապացույցն էր, որ բավարար սիրով, բավարար համբերությամբ, բավարար հավատով ցանկացած ընտանիք կարող է գտնել երջանիկ լինելու իր յուրահատուկ ձ. Արմենը նայեց Մարինեին, խաղաղ քնած որդիներին տանը, որը վերածվել էր իսկական օջախի։ Շնորհակալ եմ, շշնջաց նա։ Ինչի՞ համար, հարցրեց Մարինեն։ Մեզ հավատալու համար, երբ մենք ինքներս չէինք կարողանում։ Մարինեն ժպտաց, բռնեց նրա ձեռքը, նրբորեն համբուրեց այն։ Շնորհակալ եմ քեզ, պատասխանեց նա, որ թույլ տվեցիր ինձ դառնալ աշխարհի ամենագեղեցիկ ընտանիքի մի մասը։ Նրանք այնտեղ մնացին մի քանի րոպե, պարզապես դիտելով իրենց որդիների քունը, զգալով այն խորը խաղաղությունը, որն ունի նա, ով գիտի, որ գտել է իր տեղն աշխարհում։ 2.5 տարի անց այն դժվար առավոտից, երբ Մարինեն առաջին անգամ եկավ, կյանքը լիովին փոխվել էր։ Գաբրիելը հաճախում էր սովորակա դպրոց, աչքի ընկնելով մաթեմատիկայով դասընկերների շրջանում բնական առաջնորդություն ցուցաբերելով։ Միքայելը գրքերի հանդեպ սեր էր հայտնաբերել, կարողանում էր ինքնուրույն ամբողջական պատմություններ կարդալ։ Ռաֆայելը դաշնամուր էր նվագում, փոքրիկ մեղեդիներ էր հորինում, որոնք ընտանիքը սիրով լսում էր։ Արմենը վերադարձել էր սովորական աշխատանքի, բայց այժմ լիովին այլ առաջնահերթություններով։ Մարինեն բացել էր մանկական զարգացման մասնագիտացված փոքրիկ կլինիկա, օգնելով այլ ընտանիքների, որոնք բախվում էին նմանատիպ մարտահրավերների, ինչ իրենք էին հաղթահարել։ Եվ ամեն գիշեր, քնելուց առաջ, այդ ընտանիքի 5 անդամները հավաքվում էին հյուրասենյակում այն բանի համար, որն անվանում էին երախտագիտության պահ։ Յուրաքանչյուրը խոսում էր այդ օրը տեղի ունեցած լավ բանի մասին։ Դա մի ընտանիք էր, որը սովորել էր, որ երջանկությունը դժվարությունների բացակայությունից չի գալիս, այլ նրանից, թե ինչպես ենք մենք ընտրում միասին դիմակայել այդ դժվարություններին։ Դա մի ընտանիք էր, որը հայտնաբերել էր, որ իսկական սերը սահմանափակումներ չի տեսնում, այլ միայն հնարավորություններ։ Դա մի ընտանիք էր, որն ամեն օր ապացուցում էր, որ հրաշքները տեղի են ունենում, երբ ինչ-որ մեկը որոշում է հավատալ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Արմենի, Մարինեի, Գաբրիելի, Միքայելի, Ռաֆայելի ճանապարհորդությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք հաղթահարման, սիրո ընտանիքի այս պատմությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք մեր ալիքին մեկնաբանություններում, պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Մենք հավատում ենք, որ նման պատմությունները մեզ հիշեցնում են սիրո փոխակերպող ուժի նրանցից, ում սիրում ենք, երբեք չհանձնվելու կարողության մասին։ Ամեն օր մենք բերում ենք հուզիչ պատմություններ, որոնք փառաբանում են մարդկա ին փորձառության ամենագեղեցիկ կողմը։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը, որտեղ հույսի փոխակերպման նոր պատմություն է սպասում ձեզ։